Ողջույն, նախընտրական քարոզչության ամենաթեժ փուլն է, օրեր անց Հայաստանը կունենա նոր խորհրդարան, քաղաքական ուժերը սուր պայքարով փորձում են ստանալ բոլոր տարիքային ընտրողների քվեները, նրանց բարդ աշխատանք է սպասվում, հատկապես երիտասարդության հատվածի հետ ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հարցման 18-ից 35 տարեկանների գրեթե կեսը 49% ընդհանրապես կամ մասամբ անտարբեր է քաղաքականության նկատմամբ, նրանք չեն հավատում, որ իրենց ձայնը որևէ բան է փոխելու, իսկ 18-ից 25 տարեկանների ընդամենը 22%-ն է հավատում, որ ընտրությունները լինելու են ազատ եւ արդար, եւ ամենախոսուն ցուցանիշը թերևս հարցին թե որ քաղաքական գործչին են ամենաշատը վստահում երիտասարդների ավելի քան կեսը 53% պատասխանել է ոչ մեկին։ Ինչ խոստումներով, ծրագրերով եւ գաղափարներով են պատրաստվում քաղաքական ուժերը կոտրել խորը ապատյան անվստահությունը եւ հիասթափությունը քաղաքականությունից երիտասարդների շրջանում։ Պարադոքսը հարցի իհարկե այն է, որ երիտասարդները իրենց օտարված են զգում մի գործընթացից, որը ուղղակիորեն որոշում է իրենց այս եւ վաղվա օրը։ Factor TV-ի տաղավարում այսօր այս հարցի շուրջ բանավիճելու են Մելանիա Հարությունյանը, քաղաքացիական պայմանագրի կուսակցության падգամավորի տեխնացու, Նորայր Գազազյանը, շնորհապետական կուսակցության падգամավորի տեխնացու, Սամվել Հակոբյանը, Հայաստան Դաշինքի կուսակցության падգամավորի տեխնացու, Սիրվարդ Բաղդասարյանը, Քոչարի կուսակցության падգամավորի տեխնացու, Աննա Հայրյանը, Դոկ կուսակցության մամուլի պատասխանատու։ Factor TV-ն այս բանավեճը իրականացնում է Հքավ գրասենյակի հետ համատեղ WhatsApp Armenia ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Նիդերլանդների թագավորության ֆինանսավորմամբ։ Սկսենք ձեզնից, Տիկին Հարությունյան, 2018-ին հենց երիտասարդներն էին եւ ուսանողները, որ ձեր քաղաքական ուժի հիմնական շարժիչ ուժն են եւ հեղափոխության մասնակիցները, 18-ից 35 տարեկաններ միայն 20%-ն է պատրաստ ձեր ուժին ձայն տալ կրկին ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման, որը բավականին ցածր ցուցանիշ է, ավելի տարիքով անձինք պատրաստ են ԿՊ-ին տալ ձայն, ինչու իշխանությունը նախ կորցրեց նման վստահություն, թե չի կորցրել այլ գործոններ գոյություն ունեն, ինչպես է ոչ մեկին չհավատացող 53% երիտասարդներին ապացուցելու, որ օրինակ դուք հաղթելով հիասթափություն չեն ապրելու, դուք ունեք 3 րոպե ժամանակ, ինչպես նաև մյուս բոլոր մասնակիցները, յուրաքանչյուրին կտրվի հարց, խնդրեմ ձեր 3 րոպեն։ Շնորհակալություն ենք հայտնում հրավերի համար եւ նաեւ նշեմ, որ այսպիսի բանավեճերը կառուցողական եւ բովանդակային կարեւոր են, որպեսզի մեր երիտասարդների հետաքրքրվածությունը քաղաքականության նկատմամբ վերադարձնենք նախորդ վիճակին։ Պետք է նշեմ, որ երիտասարդները ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ ամբողջ աշխարհում տենդենց կա, որ քիչ են հետաքրքրված քաղաքականությամբ, երբ ուսումնասիրում ես իրենց սերնդային կներեք առանձնահատկությունները, հասկանում ես, որ դա ինչ որ չափով նորմալ է, եւ մենք որպես կուսակցականներ եւ որպես կուսակցության ներկայացուցիչներ պետք է հասկանանք, որ մեր երիտասարդներին մի հստակ ազդակ պետք է ուղարկենք, այն է, որ իրենք պետք է գնան ընտրության, պետք է մասնակցեն ընտրություններին եւ դրանով կատարեն իրենց քաղաքացիական պարտքը եւ դրանով տեր կանգնեն պետության իրենց։ Այստեղ շատ կարևոր հանգամանք է նաեւ այն, որ ցանկացած լեգիտիմ իշխանություն, երբ գալիս է ընտրությունների միջոցով իշխանության, պատասխանատու է քաղաքացու, պատասխանատու է պետության եւ երիտասարդների առջեւ եւ այս խոսույթը երիտասարդները պետք է հասկանան։ Որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, նախ եւ առաջ ծրագրային կետերին, թե ինչ ենք մենք առաջարկում երիտասարդներին անդրադառնալը, պետք է նշեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագիրը ամբողջությամբ հիմնված է խաղաղության եւ իրական Հայաստանի գաղափարախոսության հիման վրա։ Ուստի սիրելի երիտասարդ, ես քեզ կոչ եմ անում 2026-ին, ընդամենը մի քանի օրից, հունիսի 7-ին, գնաս ընտրատեղամաս, վերցնես 16-րդ համարի քվեաթերթիկը եւ քվեարկես հանուն 16-րդ համարի, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Ինչու՞, որովհետև մենք ամենակարևոր դրույթը, որը քեզ առաջարկում ենք, դա խաղաղությունն է։ Խաղաղություն, որի վրա հիմնված է լինելու որակյալ կրթություն, որի վրա հիմնված է լինելու արդիականացված պետական կառավարման համակարգ, աճող տնտեսություն, քանի որ առանց խաղաղության մենք դա չենք պատկերացնում։ Եվ պետք է նշեմ, որ խաղաղության համար մեկ շահառուն հենց մենք ենք, երիտասարդներն ենք, ինչու, որովհետև մենք այդ խաղաղության հիմքի վրա պետք է կառուցենք մեր ապագան, մեր երեխաների ապագան եւ մենք մեր ձայնով այս ընտրություններին պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը։
Շնորհակալ եմ, դուք ունեք 50 վայրկյան, 40 վայրկյան, միգուցե կրթության այլ ոլորտներում Ես իրականում հետագայում կբացեմ, քանի որ մեր ամբողջ ծրագրային դրույթը հենց կրթության, որովհետև մենք կրթությունը համարում ենք ռազմավարությունների ռազմավարություն եւ խաղաղության վրա ենք հիմնվել եւ դրանով էլ մեր ծրագրային դրույթները, մեր երիտասարդների առաջարկները սոցիալական, տնտեսական, կրթական ոլորտներում իրականացնելու ենք։ Շնորհակալ եմ։ Ամեն դեպքում ես հորդորում եմ բոլոր մասնակիցներին իրենց 3 րոպեն լրացնել քաղաքացիներին ներկայացնելու իրենց ծրագրերը։ Պարոն Հակոբյան, դուք որպես ընդդիմություն պետք է Եթե թույլ կտաք, կներեք։ 10 վայրկյան Եվս մեկ կարևոր բան նշեմ, որ խաղաղության ամենացայտուն ապացույցը այն է, որ սիրելի երիտասարդ 2 տարուց ավել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանին զոհ չունենք։ Եվ դրանից ավել, կարծում եմ, երիտասարդներին իրենց ապագան կառուցելու համար ոչինչ պետք չէ։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, դուք որպես ընդդիմություն պետք է փորձեք գրավել երիտասարդների ուշադրությունը, հաշվի առնելով, որ նրանց զգալի մաս ըստ կրկին այս հարցման մոտ 35-40% կողմնորոշված չէ, արդյոք դա հաջողվում է։ Հայաստան դաշինքը հաճախ խոսում է անցյալից, խոսում է ծանր անվտանգային զգուշացումներից, արդյոք այս խոսույթը երիտասարդներին ինչ որ բան տալիս է, ինչ որ ճիշտ մեսիջ է, գործնական ինչ քայլերով եք դուք մարդկանց երիտասարդներին ուղղորդելու ընտրատեղամասեր 3 րոպե կարող եք օգտագործել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես այս բանի 33 տարեկան եմ, չգիտեմ, երիտասարդ Այո, մարդիկ թե չէ, որտեղ այն օրը մեքենայից մի երեխա գնդակով խփեց եւ ասեց կներես ձյաձյա ջան, ես նեղվեցի։ Բայց 2018 թվին ես վստահաբար եղել եմ երիտասարդ եւ 2018 թվին ես աջակցել եմ հեղափոխությանը եւ կարծում եմ հենց այդտեղ է թաքնված ամբողջ խնդիրը, որ այսօր երիտասարդները չեն ուզում ստանձնել պատասխանատվություն, որովհետեւ 8 տարի առաջ մենք լինելով երիտասարդ, նաև ցավոք սրտի լինելով միամիտ եւ լիահույս, մտածում էինք, որ իշխանապողությունից հետո այն բոլոր արատավոր բարքերը, որոնք որ կային, վերանալու են, այսինքն չի լինելու անպատժելիության մթնոլորտ, չի լինելու խնամի ծանոթ բարեկամ, ամենակարևորը մենք հասկանում էինք, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը անդադ ոչ մի դիզական խոսույթ էր տարածում, որ Արցախը մերն է, հետո դարձավ վարչապետ, ասեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ Նաև հեղափոխության ժամանակ ասում էին, որ դա սիրո եւ համերաշխության հեղափոխությունն է, եւ մենք ժողովրդական լեզվով ասած կուտը կերանք։ Այսօր ինչ ունենք մենք։ Սիրո եւ համերաշխության տեղը մենք ունենք ատելություն եւ պարակտվածություն։ Ամենամեծ պատճառներից մեկը, որը ուզում եմ, որ Նիկոլ Փաշինյանը գնա, դա այն է, որ մենք դադարենք զզվել իրարից։ Քարոզարշավի ընթացքում փողոցով քայլում ես, մարդիկ կամ սենց սիրով են նայում վրատ իբրև փրկիչ կամ էլ ատելությամբ, այդ նեյտրալ վիճակը գրեթե չկա։ Մենք ունենք մի խոսույթ, որ կոռուպցիան պետք է վերանա։ Բացեք ԿՊԵ-ականի 2018 թվի հայտարարագրերը, մարդիկ, ովքեր փոշեկուլեր չէին կարողանում առնեին առանց ապառիկի, այսօր դղյակներում են ապրում, սակայն քանի որ իրենք ամենաբարձրն էին կարող խոսային դղյակներից, մարդիկ կրկին կուտը կերան։ Հիմա սիրելի երիտասարդ, մի կաշկանդվիր։ Ես հասկանում եմ, որ այս ամեն քաղաքական պատկերը, որ դու տեսնում ես, Վահագն Ալեքսանյանը թե ինչպես է իրեն պահում, Ալեն Սիմոնյանը իրեն ինչպես է պահում, վարչապետը մեր ինչպես է իրեն պահում, հասկանում եմ, որ դա նողկալի պահվածք է եւ դա քեզ հիասթափեցնում է։ Դու չես ուզում կրկին սխալվել, ստանձնել պատասխանատվություն, ընտրել ինչ-որ մեկին, վերջում որտեղ վախում ես, որ կբարձվի սրանք են խափում։ Վստահեցնում եմ քեզ, քո ապագան քո ձեռքերում է։ Եթե դու ուզում ես ապրես անվտանգ հայկական ազգային պետությունում, պարտավոր ես գնալ ընտրություններին, 2026-ին պարտավոր ես մերժել 16-ին, եւ եթե ուզում ես ունենալ ազգային ուժեղ պետություն, որը ունենալու է առաջնորդ, որը կարող է բանակցի Պուտինի, Տրամպի, Ալիևի, Էրդողանի հետ, քեզ պետք է ընտրել Հայաստան դաշինքը համար 17։ Որովհետեւ այսօր մենք ունենք մի վիճակ, որ եթե դու չգնաս ընտրության, ԿՊ-ն իբրև իշխանություն ունի ֆիքսված ձայներ։ Եվ այդ մոտավորապես 5 միլիոն ձայնը դու ես որոշում լինելու է 30% թե 50%։ Եթե ուզում ես, որ քո կրթությունը լինի անվճար, ծնողներիդ գրպանը թեթևանա, այս տեղական վճարները, որոնք իրանք ապօրինաբար բարձրացնում են, դատարանում պարտվում են, ինչպես կարմիր գծերը պարտվեցին, միևնույն է չեն վերցնում պատասխանատվություն եւ շարունակում են գեղեցել ժողովրդին եւ անընդհատ թալանել պետական խողովակների միջոցով, դրա միակ լուծումը իշխանապողությունն է եւ այդ իշխանապողությունը քեզնից բացի ոչ ոք չի կարող անել։ Շնորհակալ եմ ժամանակը հարգելու համար, Աննա Հայրյան, դուք պատգամավորի տեխնացու չեք, բայց ներկայացնում եք այս կուսակցության բանավեճի ժամանակ, տեսեք, ձեր ուժի հռետորաբանությունը հաճախ հիմնված է կոշտ, այսպես քայլերի վրա, պատիժների, արմատական մաքրման, միգուցե մերժման, ինչը միգուցե գրավում է հասարակության որոշակի հատվածին, որը արդարության
ասպես ասենք, պակաս ունի, զայրացած է այս կամ այն ուժերի վրա, բայց երիտասարդների 49%-ը պարզապես անտարբեր է ըստ այս հարցման քաղաքականության հանդեպ, հոգնել են այս ագրեսիվ տորայնությունից, բանավեճերից, կարծում եք արդյոք հենց այս խոսույթը, այս նարատիվն է, որ դուք ձեր կուսակցությունից երբեմն հնչում են, դա կգրավի երիտասարդներին, թե դուք այս ընտրությունը մի քիչ այլ առաջարկներ ունեք, ուղղված երիտասարդներին, ունեք 3 րոպե, խնդրեմ։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինչու չկամ պատգամավորության, ինչու պատգամավորի թեկնածու չեմ, որովհետև Արցախից եմ։ Եվ այս իշխանության օրոք արցախցի հայաստանցի այդ տարբերությունը շատ մեծ է եւ նաեւ սա խանգարում է մեր երիտասարդությանը, որպեսզի նրանք իրենց ուրույն դերն ու նշանակությունը գտնեն Հայաստանում, որովհետեւ ինչքան էլ համարենք Հայաստանը մեր հայրենիքը, այս իշխանության օրոք 120,000 արցախցի զրկվել է իր բնորանից եւ նաեւ երիտասարդները, ովքեր որ ծառայել են Արցախում, պահել են այդ սահմանները, նրանք ուղղակիորեն այդ սահմանները լքել են եւ այսօր իրենց պարտված են համարում եւ նաեւ այն կոչերը, որը որ քաղաքացիական պայմանագրի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասում է, փախել եք, ինչի չեք զոհվել, սա խանգարում է երիտասարդությանը եւ նրանք ուղղակիորեն ասում են լավ, ինչի մասնակցեմ ընտրության։ Հիասթափությունը սրանից է շատանում երիտասարդների մոտ։ Բայց այնուամենայնիվ դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը ողջունում է բոլորին, առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի դեմոկրատիա օրենք կարգապահության կուսակցությունում երիտասարդները, որովհետև մենք նրանց համար դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցությունը կապահովի անվճար կրթություն, անվտանգությունը կապահովի, ինչպես գիտեք, Վարդան Ղուկասյանը հայհոյում է, բայց չնայենք նրա հայհոյանքներին, այլ նայենք նա իրականում ինչ է ուզում հասցնել տեղ։ Հայհոյանքները դնենք մի կողմ եւ նայենք թե նա ինչ է ուզում տեղ հասցնել։ Սիրելի երիտասարդ, ես աշխատում եմ բոլորի հետ, քանի որ մամուլի պատասխանատու եմ եւ շատ երիտասարդների հետ եմ շփվում։ Կոչ եմ անում քեզ եւ միանում եմ մեր երիտասարդների չելենջին, ասեմ, որ մենք հիանալի երիտասարդներ ունենք, ովքեր սկսել են չելենջ եւ ես այս տաղավարից միանում եմ նրանց չելենջին եւ ասում եմ 2026-ին մերժում ենք 16-ին, որովհետեւ մենք չենք կարող ունենալ, մեր երիտասարդությունը ուժեղ է, մեր երիտասարդությունը անկոտրուն է եւ մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մենք ունենանք պարտված Հայաստան, չունենանք Արցախ, չունենանք Սյունիք, որովհետեւ այսօր Սյունիքն է վտանգված, չունենանք կրթություն, որովհետեւ դասագրքերում այսօր փոքր երեխան չի տեսնում Մաշտոցի լուսանկարը։ Ինչպես կարելի է սա համարել կրթություն։ Մենք ամեն ինչ ապահովելու ենք մեր երիտասարդների համար։ Ունենալու ենք ուժեղ բանակ, որովհետև մեր կուսակցությունը մեծամասնությունը կազմում է պահեստազորի գնդապետներ, սպաներ, ովքեր ունեն անցած ուղի։ Եվ նրանք իրենց անցած ուղիով խորհուրդ կտան մեր երիտասարդներին եւ իրենց ուժեղ բանակը կստեղծեն, որը որ կվերադարձնի Արցախը։ Շնորհակալ եմ, բոլորս հարցի իրավունք ունենալու ենք եւ Ազատ Բանավեճի, մնացյալ խոսքը խնդրեմ այնտեղ տեղավորեք։ Նորայր Գազազյան, դուք շնորհապետական կուսակցություն եք ներկայացնում, խոսում եք մերիտոկրատիայից կներեք արժանավորներ եւ խելացիների կառավարման մասին, սակայն այն, որ երիտասարդների միայն 22%-ն է այս հարցման հավատում, որ ընտրությունը լինելու են արդար, երևի թե խոսում է որոշակի անվստահության մասին, երիտասարդները վստահ են, որ երկրում գործում է նաեւ խնամի ծանոթ այս ինստիտուտը, ինչ խոստումներ ունեք երիտասարդների համար, որ կոտրեք այդ պատնեշը, նրանց մոտ հետաքրքրություն առաջացնեք, խնդրեմ, 3 րոպե։ Շնորհակալություն, ողջունում եմ բոլորիդ, ողջունում ձեզ սիրելի հանդիսատես, ես Հայաստանի Շնորհապետական կուսակցության պատգամավորի թեկնածու Նորայր Գազազյանն եմ։ Մեր կուսակցությունը այն մասին է, որ պետք է գան կառավարման արժանավորները, այսինքն այն մարդիկ, ովքեր որ իրենց գործի մասնագետն են, եւ հետեւաբար այդ դեպքում արդեն ծանոթ բարեկամ խնամի թեզը կդրվի կողք, կգան այն մասնագետները, կտրվի իրենց 6 ամիս ժամանակ 6 ամիս ժամանակահատվածում, եթե այդ մասնագետը կկատարի իր առաջ դրված պլանը, կմնա, կշարունակի իր աշխատանքը, եթե ոչ կփոխարինվի այլ մասնագետով,
ինչպես որ տարբեր IT կամպանիաներում կիրառվում է այդ նույն փորձը, մարդուն տրվում է փորձաշրջան, կիրառում են, հասկանում են այդ մարդը կարա այդ պաշտոնին լինի եւ այլն, խնդիրներ լուծի, դրանից հետո արդեն իրան կամ փոխարինում են կամ պահում են աշխատանքի այդ մասով։ Երիտասարդների համար ունենք մի քանի ծրագիր, հիմնականը այն է, որ երիտասարդի կայացման տարիքի շեմը պետքա կրճատվի, այսինքն այս պահին երիտասարդը կայացվում է 25-ից 30 տարեկանում։ 18, հա, նկատենք որպես մասնագետ, որպես մասնագետ կյանքը մտնում կայանում է 25-ից 30 տարեկանում։ Խնդիրը որն է այստեղ, նախ առաջին 12-ամյա կրթությունը։ Մենք համարում ենք, որ 12-ամյա կրթությունը դա անիմաստ է։ Կրթությունը պետք է լինի 9-ամյա, ինչպես ֆիննական մոդելում, եւ 9-ամյա կրթությունից հետո 15 տարեկանում, եթե մոգը բավարարում է երեխայի, ու երիտասարդի արդեն, ինքը մտնում է բուհ ըստ իր մոգի անվճար կերպով, եթե մի տարի անց իր մոգը չի բավարարում, դրանից հետո արդեն անցնում է վճարովի պայմանով։ Եթե դա էլ չի բավարարում, արդեն իր մոգը ցածր է լինում, անցնում է տեխնիկում սովորելու, միջին մասնագիտական, 18 տարեկանում գնում է բանակ։ Բանակ գնում է 1 տարով, քանի որ մենք համարում ենք, որ 2 տարին, 1.5 տարին դա անիմաստ ժամանակի վատնում է։ 1 տարով։ 1 տարով։ Հիմա բացատրեմ ինչի համար, որովհետև կարող է 6 ամիս վերապատրաստվել, 6 ամիս անցնել մարտական պատրաստություն, դրանից հետո արդեն հետ վերադառնալ, 1 տարի իրան ոչ մեկ չի խանգարի, ուսումը ավարտել, 20-21 տարեկանում լրիվ համարվել կայացած, ուսումը ավարտած, բանակում ծառայած երիտասարդ, որը որ կարող է ամուսնանալ, ունենալ երեխաներ եւ պետությունից դրա հիման վրա, եթե իրենց ամուսինների ընդհանուր տարիքի գումարը 50-ը չի անցնում, 50-ից 55 տարեկանը չի անցնում, կստանա հիպոթեկային վճար 50%-ի չափով պետության կողմից, որպես օգնություն, որ ստեղծի ընտանիք եւ շուտ, բավականին շուտ կյանք մտնի եւ ստեղծի արժեք արդեն պետության համար։ Կնեք ԵՄ-ի անդամակցությունը Հայաստանի ձեր այսպես գլխավոր խոստումներից է, դա այսպես երիտասարդների նոր մարտահրավերներ է բերելու հաշվի առնելով այլ կենտրոններ, ոչ ցանկալի մոտեցումը այս հարցի շուրջ, թե բերելու է հնարավորություններ։ ԵՄ-ի ինտեգրացիան միանշանակ բերելու է հնարավորություններ, չգիտեմ, այստեղ գտնվող մարդկանցից քանիսն են Եվրոպայում տեսել, շփվել մարդկանց հետ, ինչ ձև են այնտեղ կառավարում, ինչ ձև են երիտասարդներն էլ, ծերերն էլ իրենց զգում։ Ես այնտեղ բոլորին տեսել եմ անհոգ դեմքերով։ Ամենայն դեպս մարդը գիտի 30 տարի հետո իր հետ ինչա կատարվելու։ Իսկ ստեղ, եթե երիտասարդին հարցնես 5 տարուց քո կյանքը ոնց ես պատկերացնում, իմ կարծիքով նա այդ պատասխանը չունի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Հաջորդը Սիրվարդ Բաղդասարյան, Քոչարի կուսակցության падգամավորի տեխնատու, ձեր կուսակցություն շեշտը դնում է ազգային ինքնության, արմատների եւ ավանդական արժեքների պահպանման վրա, բայց մենք գործ ունենք չափազանց պրագմատիկ, այսպես գլոբալ աշխարհին ինտեգրված սերնդի հետ, ինչպես եք դուք լինելով պահպանողական, խիստ պահպանողական բնույթի կուսակցություն, երիտասարդին բերում քաղաքականություն, հասցնում ձեր գաղափարները եւ նրան համոզում, որ դուք հետադիմության մասին չեք, այլ պահպանողականություն ամենևին չի նշանակում հետադիմություն։ Խնդրեմ 3 րոպե ժամանակ։ Կարող եք այլ այսպես ենթատեքստեցել։ Չէ, շատ շնորհակալություն նախրավերի համար։ Ես ինքս մանկավարժ եմ ու բավական երկար տարիներ աշխատում եմ ծնողների աշակերտների հետ, նայեք ինչն է խնդիրը մեր մոտ երիտասարդների։ Մեր ուրեմն մյուս ներկայացուցիչը շեշտեց, որ այո, երիտասարդները իրենց զգում են անապահով։ Մենք չգիտենք մեր վաղվա օրվա հետ կապված ինչ օրենքներ կարա հանվի պետությունում եւ այդ իսկ պատճառով մեզ մոտ խնդիր է առաջանում, ինչպես կարող ենք թե մեր, թե ընտանիք կազմել, աշխատել, արարել եւ ապրել հայրենիքում։ Մեր երիտասարդների հիմնական խնդիրը կայանում է նրանց, որ դեռ երիտասարդ տարիքից իրանք շատ մեծ հոգսերի մեջ են ընկնում։ Թե ուսման վարձերի հետ կապված խնդիրներ ունեն, չեն ամուսնանում, արդեն ամուսնություններն էլ է դարձել բարձր տարիքի, որովհետեւ ունեն բնակարանային խնդիր, չեն կրթվում, որովհետեւ կրթությունն է դարձել շատ ավելի թանկ։ Ինչ ենք մենք առաջարկում։ Մենք եւս շեշտը դնում ենք, ճիշտ շեշտեցիք, կարելի ազգայինը պահպանելով լինել ժամանակակից։ Դրա համար կրթական շատ լավ ծրագրեր ունենք, մի քանի կետեր ունենք նաեւ, որը մեր ծրագրերում ներկայացված է։ Առաջին հերթին
եթե մենք ցանկանում ենք, որ երիտասարդը ապահով լինի իր երկրում, նախ պիտի իրան ապահովենք անվճար կրթությամբ, լուծենք բնակարանային խնդիրները ու շեշտը չդնենք միայն քաղաքի վրա, մենք ունենք նաև ծրագրում կետեր, որտեղ նաև գյուղաբնակ ուրեմն համայնքներում պարտադիր ստեղծվի երիտասարդական քաղաքներ։ Ինչու՞ չէ։ Այստեղ նայեք, մենք կարող ենք թե հիպոթեկային վարկերի հետ կապված մենք ունենք առաջարկներ, որ բացի ավելի ցածր տոկոսադրույքներով նաև կարող ենք մասամբ վարձավճարներ վճարենք։ Մենք կարող ենք զարգացնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին, այսինքն երիտասարդները ունենան կոնկրետ մասնագիտություններ, կոնկրետ ժամանակաշրջանի հետ կապված եւ երիտասարդը կարողանա արարի ու ստեղծի իր երկրում եւ ինքը վստահ լինի իր ապագայի համար։ Դրա համար մենք շեշտը դնում ենք, նորից շեշտեմ կրթության վրա եւ ընտանիքի ապահովության հիման վրա։ Նայեք, ծայրամասերում մեր մարզերում, եթե ուշադիր լինեք, երիտասարդությունը արտագաղթում է։ Ինչի ենք արտագաղթում։ Նախ աշխատանք չունենք։ Գյուղերում ընդհանրապես որտեղ ուզում եք շրջեք, կտեսնեք, որ միայն ավագ սենունդն է մնացել, որովհետև երիտասարդը գյուղում ոչ մի ապագա չի տեսնում։ Կարելի է տնտեսություններ ստեղծել երիտասարդական, ինչի չէ նաև ստեղծել երիտասարդական շատ հետաքրքիր ուրեմն գործունեություններ ծավալել, որ երիտասարդը ոչ թե ուզենա իր գիտելիքը դրսում կիրառի օտար երկրի համար, այլ իր գիտելիքը կիրառի հայրենիքում։ Մենք շատ գիտնական մտքի զարգացված երեխաներ ունենք, աշակերտներ, ուսանողներ ունենք, ովքեր ուղղակի թե ֆինանսի պատճառով չեն կարողանում կիրառել։ Շնորհակալ եմ, քիչ անց դուք հնարավորություն կունենաք։ Շնորհակալ եմ նախ իհարկե բովանդակային խոսքի համար, շատ կարևոր է, որ այս բանավեճը ծառայի հեռուստադիտողին, հատկապես երիտասարդներին ձեր բովանդակային խոսքը տեղ հասցնելու։ Հիմա մենք կսկսենք միմյանց հարցեր տալ, 1 րոպե հարցը հնչեցնելու համար, 2 րոպե պատասխանի համար, հետո 8 րոպե ազատ բանավեճի հնարավորություն։ Սկսենք պարոն Գազազյան ձեզնից, հարցը ձևակերպեք 1 րոպե եւ ասեք ում եք այն ուղում, այսպես շրջանաձև հարցերը կգրանք, խնդրեմ։ Շնորհակալություն, քանի որ իշխանության ներկայացուցիչն է այստեղ, նախ իրեն հարցը ուղենք, ինչ նախագիծ ունեք երիտասարդների համար, ինչ կատարված հաշվարկներ ունեք երիտասարդների հետ կապված, այսինքն իրենց պահանջները, իրենց երկրից գնալու թվականակը, ամեն տարի քանի երիտասարդը երկիրը լքում, ամեն տարի քանի երեխա չի հաճախում մանկապարտեզ դրանց չլինելու պատճառով, քանի երեխա է համալսարաններից դուրս մնում, քանի երեխա բանակից վերադառնալով, երիտասարդ արդեն բանակից վերադառնալով չի շարունակում իր կրթությունը բուհում ու դրանց պատճառներն ու լուծումները դուք որտեղ եք տեսնում։ Շնորհակալություն հարցի հնչեցման համար, 2 րոպե ժամանակ ունեք պատասխան։ Նախ շնորհակալություն, նշեմ, որ բավականին կարևոր հարցեր եք բարձրաձայնում եւ այդ բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել մեր նախընտրական ծրագրում, բայց ես իհարկե դրանք անդրադառնամ։ Նշեցիք, որ քանի երեխաներ չեն հաճախում մանկապարտեզ, բայց ես կարծում եմ դուք շատ լավ տեղյակ եք, մեր 300 դպրոց եւ 500 մանկապարտեզը, որը որ շատ շուտով վերջացնելու ենք եւ մեկնարկելու ենք նորերը, այսինքն չկա մի համայնք, որը այն համայնքները, որ մենք ցեխերից դուրս ենք բերել, որ չի ունենալու դպրոց եւ չի ունենալու մանկապարտեզներ, որոնք որ նոր ժամանակակից տեխնոլոգիաներով եւ նոր ժամանակակից հագեցվածություն են ունենալու։ Ակադեմիական քաղաքը, որը որ մենք այսքան խոսում ենք ակադեմիական քաղաքի մասին, որը միջազգային չափանիշներին համապատասխան հնարավորություններ են ծառայում մեր երիտասարդներին, շատ խնդիրներ, այդ թվում նաև բնակության վայրի, անվճար կրթության եւ այլնի հարցերը լուծում են։ Եվ այս ամեն ինչը շատ կարևոր է մեր երիտասարդների համար։ Երիտասարդները նշեցիք, որ արտագաղթում են, եւ մենք ունենք ծրագրային կետ, որ տաղանդների բացահայտման եւ զարգացման ուղղությամբ ենք աշխատելու եւ տարեկան առնվազն 25000 իրատեսական թվերի մասին եմ խոսում, 25000 նոր աշխատատեղեր ենք բացելու եւ մեր, ինչպես սկզբում նշեցի, մեր կուսակցության գաղափարախոսությունը ամբողջությամբ հիմնված է խաղաղության իրական Հայաստանի վրա։ Այսինքն իրական Հայաստան, որտեղ դու ունես փայլուն կրթություն ստանալու հնարավորություն եւ քո որպես քաղաքացի սոցիալական պատասխանատվություն է ստանձնում աշխատելու, արարելու, զարգանալու խաղաղ երկնքի տակ։ Շնորհակալություն, դուք ունեք 30 վայրկյան, բայց անցնենք ազատ բանավեճի ֆորմատ 8 րոպե ժամանակ, կխնդրեմ, եթե արձագանքներ կան հնչած տեսակետներ, խնդրեմ, բայց նաև մի նշում, այն մասնակցության ունը ում դուք կտաք ձեր անդրադարձի ժամանակ, դուք մեխանիկորեն նրան հնարավորություն եք տալիս ձեզ հակադարձելու, խնդրեմ։
Տեսեք, ես հստակ ձեզ հարցը տվեցի թվերի մասին, այսինքն քանի երեխա այս պայդրությամբ վերջի տարիների մասին է լավ խոսքը, ոչ թե ինչա լինելու 10 տարուց, 20 տարուց կամ հնարավոր է չլինի, ոնց որ օրինակ Աչափնյակի մետրոն չկա, էլի։ Ինչա լինելու, այդ ինձ հետաքրքիր չի այս բային, ինչ կա ըստ ձեզ, ինչ խնդիր եք դուք դրել, քանի երեխա մանկապարտեզ չի հաճախում 3-ից 5 տարեկան երեխաների մասին է խոսքը։ Հետո դպրոցների մասով համամիտ եք, որ 12 տարին շատ է, թե համարում եք, որ օքեյ է, պետք է շարունակեն 12 տարի այնտեղ ժամանակ վատնել։ Դրանից հետո բուհերի մասին ինչ կարծիք ունեք, քանի երիտասարդը արդեն բուհերից դուրս մնում, բանակից հետ գալով, աշխատանքի խնդրով եւ այլն, ու ոնց եք դուք դրա լուծումները տեսնում, որտեղ ես դրա լուծումներից խոսելու եմ, էլի դրա համար եմ այդ հարցը ձեզ տալիս։ Խնդրեմ դուք պատասխանեք, հետո անցնենք մյուս մասնակիցներին, ովքեր չեն խոսում։ Պարոն Գազազյան, ես հիմա այս պահին վիճակագրական թվերի չեմ անդրադառնա, որովհետև կարծում եմ կսխալվեմ, բայց եթե մենք բացում ենք 500 մանկապարտեզ, ինչ եք կարծում, տարբեր համայնքներում այդ թվում երեխաների համար չի դա։ Խոսքը այս բանի մասին է։ Այս բանի մասին է։ Երեխա մանկապարտեզ չի հաճախում։ Մանկապարտեզը սուտ է, կներեք։ Ինչով է սուտ։ Ասեք։ Տեսեք։ Առաջինը ձեր հարցին պատասխանեմ 15000 հոգի այս բանի ալիքներ ովքեր որ հերթագրված են սպասում իրենց հերթին մանկապարտեզներում։ Ընդհանուր 50000 մարդ չի հաճախում։ Երեխա չի հաճախում։ Երևանի բանում եմ ասում, ես որպես Երևանի նախկին ավականի ինչին տիրապետում եմ դա ասեմ։ Տեսեք։ Մենք ունենք մի մեծ խնդիր, որ նայեք, դուք շատ ճիշտ հիմա դիալոգի մեջ մտաք, երբ որ օպոզիցիոները իշխանականին հարցնում է ինչ ունեք իբրև փաստ եւ թիվ, հարգարժան գոլեգան սկսում է շատ գեղեցիկ խոսքեր։ Ու խոսում է դուք մենք նույնիսկ Ես գեղեցիկ խոսքեր չեմ խոսում, ես խոսում եմ կատարված աշխատանքի մասին, ես քանի որ ձեր կուսակիցների գեղեցիկ խոսքերը կարծում եմ ձեզ են։ Դա սպասեք։ Քանի որ ձեր կուսակիցների պես չեմ, ես երբեք ինձ թույլ չեմ տա ձայն բարձրացնել կնոջ վրա, դրա համար կխնդրեմ իրար լսելով խոսենք, որպեսզի տեղ պատկեր չստացվի։ Տեսեք, մանկապարտեզները, որոնց մասին որ դուք խոսում եք, մասնավորապես Տիգրան Ավինյանը, Գալաջան Արմենը, որ անդադ ասում են մենք 52 կիլոմետր ասֆալտ ենք սարքել աննախադեպ, նույն տեղի վրա կարան տարվա մեջ 3 անգամ ասֆալտ սարքեն։ Մանկապարտեզները, որ ասում են ֆանտաստիկ աշխատանք է արվում, ես գիտեի, որ այս թեման բացվելու է, գրված ասեմ։ Օրինակ 137-րդ մանկապարտեզը, որը գտնվում է Շենգավիթում, դրա վրա ծախսվել է 230 միլիոն դրամ, դուրս գրված կա փաստաթղթով։ Եվ հիմա քանդման ենթակա է եւ չի բացվել։ Դրանից բացի այն օրը մեր քարոզարշավի շրջանակներում գնացել էինք Բանգլադեշ, B1, եթե չեմ սխալվում, այնտեղ կար 95 համարի մանկապարտեզը, որը ապրիլի 1-ին շատ խորհրդանշական է, որ ստի օրն են հանձնել այդ մանկապարտեզը, որովհետև ապրիլի 1-ին հանձնել են մի մանկապարտեզ, բոլորիդ հրավիրում եմ եթերից հետո գնանք զբոսնենք։ Այդտեղ Ֆորտ Բոյարդ է, ոչ թե մանկապարտեզ, այսինքն շենք մտնելու համար դու գետ 1 ուղիղ տեղ չես գտնի, որ հանգիստ գնաս, այսինքն ճանապարհ չկա, պիպետկեք են գցած, ժարճած գարեջրի շշեր են գցած, զզվելի վիճակ, որով է երեխա արժանի չէ այդ վերաբերմունքին։ Դա իմ կարծիքով անբարոյական մոտեցում է սեփական փոքր սերնդի հանդեպ։ Դրանից զատ 105-րդ մանկապարտեզը, հարգարժան գոլեգա, ընդդիմադիր ակտիվիստ Շախոյան եւ իմ գործընկեր Մեսրոպ Մանուկյանը գնացին, բացահայտեցին, որ 200 միլիոնից ավել գումար մսխվել է, ձեռքով բազալտը ցանկացած մարդ գիտի, պատի վրա այդ բազալտը չես կարա փոկես։ Փոկվեց։ Դրանից հետո սեր ու համերաշխություն բերող իշխանությունները, ձեր թաղապետը, ձեր համագործընկեր կոալիցիոն թաղապետը, ցանկում է ակտիվիստին հայոյում է, դրանից հետո 10 հոգով բռնում ծեծում են, այդ տղուն ձերբակալում են, վերջում է այդ մարդը ուղակի պաշտոնից հրաժարվում, ասում է նայեք ինչ հրաշք է, այդ մարդը պետք է դատվեր։ Ու տեսեք, ես կարծում եմ պետությունը դա ընտանիք է։ Մենք իրար սիրենք, չսիրենք, մեկ ընտանիք ենք, որտեղ հայ ազգ ենք։ Կխնդրեմ կարճ։ Պետության մեջ ամենակարևորը ընտանիքի մեջ ինչպես նաև հայրն է, գլխավորը։ Երբ որ վերևը գլուխը փտած է, մթնոլորտը դառնում է փտած, որովհետև մի Պարզ բան է դառնում, եթե դուք կոռուպցիոներներին ծեծում եւ հայոյում եք, դա նշանակում է 2018 թվին երիտասարդները խափնվել են, դրա համար այսօր վախում են կրկին գնան ընտրության, կրկին մեկին սատարեն, որովհետեւ իրենք հասկանում են, որ այն սիրուն խոսքերը, որ 18 թվին բոլորս լսում ենք, սուտ էր, որովհետեւ մենք չէինք պատկերացնում, որ գալու է իշխանություն, որ վարչապետը կնոջը քաշքշի, ազգային ժողովի նախագահան թքի մարդկանց վրա, իսկ թաղապետերը ծեծեն ակտիվիստներին։ Պարոն Հակոբյան, գիտեմ, որ դուք խոսելու եք, բայց քանի որ ձեզ էր ուղղված, խոսեք պատասխանեք, հետո անցնենք։
միայն Երևանի մասին, ես հասկանում եմ, որ համայնքներից միգուցե պատկերացում չունեք, որովհետև շրջանակը հիմնականում ձեր Երևանի եւ Երևանի կենտրոնով է տարածվում։ Մեկու մեջ էլ կարող է դուրս գաք նաեւ վարչական շրջաններ, ես ձեզ առաջարկում եմ նաև ցույց տալ մնացած մանկապարտեզները եւ դպրոցները, որոնք եթե իհարկե դեմ չեք Հայաստանի Հանրապետության այլ տարածք գնալու, եթե իհարկե դեմ չեք, էլի Երևանի կենտրոնից դուրս։ Առաջարկում եմ գնանք եւ տեսնենք եւ եթե թույլ կտաք նաեւ ձեր հարցին պատասխանեմ, որպեսզի անպատասխան չմնա, այսինքն երբ մենք գիտենք արձանագրում ենք խնդիրը, այո, այսօր շատ երիտասարդներ կրթություն չեն կարողանում ստանալ։ Այսօր շատ երիտասարդներ շատ լուրջ խնդիրներ ունեն, բայց մենք այդ խնդիրների մասին տեղյակ ենք, մենք երիտասարդների խնդիրները հետևում ենք եւ դրանով ապայմանավորված այն կրթական բարեփոխումները, որոնք որ այսօր մեկնարկեն են եւ որը որ անում ենք։ Եվ եթե թույլ կտաք մի քանի որպեսզի մյուս մաս։ Այո, լավ, ավարտենք։ Մի քանի դիտարկումներ, բայց նախորդ ելույթին է առնչվում։ Պարոն Հակոբյան, ինձ մոտ տպավորություն է, որ դուք երբ խոսում եք ինքնությունից, երբ խոսում եք նախկին վարքերից, երբ խոսում եք դղյակներից, մոռանում եք դուք ինչ կուսակցություն եք ներկայացնում, մոռանում եք ով է ձեր ղեկավարը, եւ երբ դղյակներից եք խոսում, կարող եք ձեր ղեկավարին խնդրել ուղղակի գնալ դղյակներ, իսկ մենք մեր դղյակները ցույց ենք տալիս։ Ուղղակի կարող եք հետևել։ Իսկ ինչ վերաբերվում է երիտասարդների չելենջին, կարծում եմ միայն նախ շնորհակալություն, որ 2026-ին անդադ շեշտում եք 16-ը, դա շատ լավ ամրապնդվում է երիտասարդների մոտ։ Մյուս չելենջին տեղյակ չեք, երիտասարդները չելենջ են անում եւ առանց նշաններ ցույց տալու հասկացնում են թե ում են ընտրելու եւ ասեմ ի հակադրություն այս ամեն ինչին մեր երիտասարդական կառույցը օր-օրի աճում է։ Շնորհակալ եմ, որ դուք պարոն Հակոբյան խոսել եք, հիշեք, հաջորդի կպատասխանենք, խնդրեմ ձեզ որոշակի անդրադարձ։ Քանի որ ինձ անդրադարձակ երիտասարդներին չելենջի միանալու համար եւ ասում եք նոր չելենջը, տեղյակ եմ, երևի ձեր ստեղծած կիսատ պրատ քարտեզն է, որտեղ ոչ Հայաստանի Հանրապետության մասին կխնդրեմ խոսել կոռեկտ։ Կոռեկտ եմ։ Հայաստանի Հանրապետության կիսատ բռատ ես չեմ կարող այդ քարտեզը լիովին հաշվել, որովհետև այդ քարտեզում տեղ չունի Արևմտյան Հայաստանը, այդ քարտեզում չկա Արցախը։ Իսկ ձեր վարչապետ Նախիջևան, իսկ ձեր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, եթե տեղյակ չեք, ասեմ, 2019 թվականին Արցախի հրապարակում ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ 22-ին Պրահայում միանձնյա որոշում կայացրեց, նշեմ, որ միանձնյա որոշում կայացրեց, որ պետք է Արցախը ուղղակի նվիրաբերի Ադրբեջանին, ունենալով 5000 եւ ավել զոհ։ Ինչպես թվերը, այսինքն 5000 եւ Եկեք մի ընդհատեք դուք անդրադառնաք։ Ես ձեզ չընդհատեցի։ Բայց դուք թվերին, որովհետեւ խոսում եք 5000 եւ ավելի զոհ, 44-օրյա պատերազմ ենք։ Թույլ տանք ավարտի 3300 Ոնց որ դուք լավ չեք տիրապետում։ Ես շատ լավ տիրապետում եմ, դուք լավ չեք տիրապետում։ Տիկին Արյան, ավարտեք ձեր խոսքը։ Արդեն իսկ շատ են, հասկանալի է, ձեր դիտողությունը հասկանալի է, խնդրեմ ավարտեք ձեր խոսքը, 25 վայրկյան ունեք։ Բայց Դուք հետո հարց եք տալու, կարող եք այնտեղ տեղավորել։ Ուրեմն ասում եմ, որ թվերի պահով սխալ չեմ։ Արցախի պահով դուք երևի չեք կարող պատասխան տալ, դրա համար անդրադառնում եք անընդհատ զոհերին։ Ձեր նախագահը, ազգային ժողովի Արեն Սիմոնյանը թքում է, ինչ պիտի սովորի երիտասարդը իրեն նայելով։ Շնորհակալություն, մենք ազատ բանավեճի հատվածը ավարտեցինք, այսպես զիգզագաձև մենք հարցերին ավարտեցինք, դուք 1 րոպե հարցի հնարավորություն ունեք, կխնդրեմ հասցեատիրոջն էլ նշեք։ Իհարկե քաղաքացիական պայմանագիր թեկնածուի Մելանիա Հարությունյան, եթե չեմ սխալվում։ Ժամը սխալ միացա, բայց 1 րոպե ես կպրեմ։ Որ ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը թքում է քաղաքացու երեսին, որ ազգային ժողովի նախագահ Արեն Սիմոնյանը զոհված զինծառայողի, անհետ կորած զինծառայողին քֆուր է տալիս, բայց հայհոյում է, բայց ինքը հայհոյելով հանդերձ ձերբակալում են անհետ կորած զինծառայողի ծնողին կամ հարազատին, որ Եռաբլուրում ձեր կուսակցության ներկայացուցիչները ձեր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ զոհված զինծառայողների ծնողներին քարշ են տալիս Եռաբլուրից, որ արցախցիներին անվանում են փախած եւ արցախցին, երբ որ նրան փորձում է խոչընդոտել, նրան ձերբակալում են, կալանավորում են 2 ամսով։ Ու հիմա հարցս ձեզ եմ ուղղում։ Ինչպիսի Հայաստան եք տալու դուք ձեր երեխաներին։ Այդ պիտի ասեմ, կիսատ պռատ քարտեզն եք նվիրելու, հա։
Շնորհակալություն ձեր հարցի ժամանակ ավարտվեց, կխնդրեմ պատասխանողին չընդհատել 2 րոպե, որից հետո կանցնենք ազատ բանավեճի ֆորմատ եւ Տիկին Բաղդասարյանը անպայման կսկսի, որովհետեւ նախորդին դուք չեք խոսել, խնդրեմ։ Ձեր ազգանունը կհիշեցնեմ։ Հայրիա։ Հայաստանի Հանրապետությունը կիսատ պռատ չէ։ Սա Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որը ես խաղաղ պայմաններում փոխանցելու եմ իմ երեխաներին, խաղաղ պայմաններում։ Եվ սա կիսատ պռատ չէ։ Խոսում եք թքելուց, վիրավորելուց, եւ դուք մոռանում եք, դուք իշխուսակցություն եք ներկայացնում։ Չեմ մոռանում ընդհանրապես։ Դե որ չեք մոռանում, խնդրում եմ, այսինքն շատ հաճո է, երբ ձեր կուսակցության ղեկավարը ամենավերջի բառապաշարով, երբ ես հանկարծ եթե իր ռիլերից որևէ մեկին հանդիպում եմ, արագ թերթում եմ, որպեսզի հանկարծ որևէ բառապաշար, որևէ խայտարակ բան չտեսնեմ, եւ ինչ ասցիք, հա, փախած Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է էլիտայի մասին, որը որ այո փախած է եւ փախած էլիտայի խնդրում եմ չթաթել, ես դուք ինձ ընդհատեցիք, ես էլ ձեզ եմ ընդհատել, երբ հարցը ուղում եք, ես ձեզ չընդհատեցի, փախած էլիտայի մասին խոսելուց այո փախած էլիտա, որովհետեւ հաստարակ ժողովուրդը գնաց, իմ դասընկերները, իմ ընկերները, իմ եղբայրը, իմ հորեղբայրը գնացին եւ Լեռնային Ղարաբաղի համար կռվեցին։ Իսկ էլիտան փախավ, ընդամենը մի քանի օր լինելով իշխանության եւ թողնելով ինչ։ Հարցը տալիս եմ ձեզ։ Ինչ։ Դուք կարող եք արձագանքել հետո Տիկին Բաղդասարյանը։ Արձագանքեմ։ Ուրեմն էլիտան եթե Լեռնային Ղարաբաղի էլիտան եթե փախած լիներ, այսօր մենք չէինք ունենա Ադրբեջանում ռազմագերիներ։ Բակո Սահակյան, Լևոն Մնացականյան, Դավիթ Իշխանյան։ Սահրանյանն է պատտվում են այստեղ։ Հանձնելով։ Շնորհակալություն ավարտեցիք։ Չեմ ավարտել, ուղղակի խոսում էր, լսում էի, տեսնի ինչ է ասում, էլի։ Լավ, եկեք Տիկին Բաղդասարյանին միացնենք մեր բանավեճին։ Հարցս ուղղվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուրեմն ներկայացուցիչ։ Դուք առանձին հարցի հնարավորություն ունենալու եք, բայց կարող եք հարցնել, որովհետեւ խնդիր չկա, խնդրեմ։ Նայեք, դուք կրթության հետ կապված այստեղ քննարկումներ են լինում, ասում են, որ կրթական ոլորտը իրանք ավելի շատ ոնց որ դուք ուժը դնում եք ձեր կրթության վրա։ Ոնց եք պատկերացնում կրթության վրա, երբ որ դպրոցներից ուսուցիչները ուղղակի փախնում են։ Ձեր առաջացրած պայմաններով ուղղակի փախնում են։ Ստեղծել եք ինչ որ այո, ես ինքս մանկավարժ եմ, ես ինքս կարող եմ բերել օրինակներ բազմաթիվ հարյուրավոր ուսուցիչներ։ Դպրոցներում դուք որևիցե դասագիրք մի ուսումնասիրել եք, ներկայիս առաջին դասանի դասագիրքը շեշտեց մեր մյուս ներկայացուցիչը, որ Մեսրոպ Մաշտոցի նկարը բացակայում էր, բացի Մեսրոպ Մաշտոցի նկարի բացակայելուց դուք բովանդակություն կարդացել եք, երեխան նստում է, որ պետքա դասը սովորի, ոչ մի եզրահանգում, ոչ մի հայ գրողի մասին, ոչ մի տեղեկություն, ոչինչ չկա ներառված ու խոսում եք կրթությունից։ Մանկավարժը առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան ժամը 18:00 դպրոցում ինչ որ թղթաբանություններ է լրացնում եւ դրա դիմաց շատ չնչին աշխատավարձ է ստանում։ Խնդրեմ, հետո դուք Ձևաչափը փոխեցիք ինձ։ Չէ, ինքը ազատ բանավեճի հնարավորությունը հարց ձևակերպեց, բայց առանձին հարցի բանավեճին կարելի է մի քիչ ավելացնել այդ դեպքում, որ մենք մենք անպայման կապավենք, կարճ, բայց խնդրում եմ 30 վայրկյան, որ մյուս մասնակիցներն եւ փախած ուսուցիչների մասին եք խոսում, որովհետեւ փառքածո ես մեր հասարակության հետ բավականին լավ հարաբերությունների մեջ ենք, բավականին շատ շփումներ ունենք, ուսուցիչների հետ ամենօրյա շփումներ ունենք եւ որևէ մեկը այդպես փոխած տրամադրվածությամբ, որ դժգոհ է, կներեք, թողեք, թույլ տվեք ավարտեմ, նույն ատեստավորման համակարգից շատ մեծ գոհունակություն են հայտնում։ Ես արմանում եմ, անկեղծ ասած չգիտեմ։ Ես բավականաչափ շատ եմ շփվում քաղաքացիների հետ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն եւ դա համարում եմ մեր առավելությունը, մենք երկնքից չկտրվեցինք այնուամենայնիվ։ Եվ ամենօրյա շփման մեջ են գտնվում եւ կրթական բարեփոխումները տալիս են իրենց պտուղները, ատեստավորման համակարգը տալիս է իր պտուղները, այո, կան մասնագիտական առարկաներ, կան մասնագիտություններ, որտեղ որ մենք ուսուցիչների բաց ունենք, որը որ փորձում ենք լրացնել։ Շնորհակալ եմ, կարճ կարող եք արձագանքել, հետո ատեստավորման հետ կապված խոսքը գնաց, հա, դեմ չեմ ատեստավորման, բայց լինում են նաեւ պարագաներ, որ տարիներով աշխատած եւ բազմաթիվ գործունեություններ ծավալած ուսուցիչները, տարիք առած ուսուցիչները, պատկառելի, ովքեր շատ ավելի տարիների ընթացքում գիտելիքներ են ձեռք բերել, իրենք
ատեստավորումից, ձեր վերոնշյալ ատեստավորումից դուրս են մնում եւ մարդը կորցնում է, բայց ինչ ինքը կրթելա սերունդներ, որոնք այսօրվա մակարդակով շատ ավելի խելացի են, քան այն սերունդները, որ հիմա կրթվում է։ Ինչի՞ չեք կարողանում նաեւ այդ ատեստավորման հետ կապված տարիքով ուսուցիչներին մի փոքր ավելի թե թոշակի կարգով, թե չգիտեմ, ավելի ֆինանսավորման առումով իրենց ապահովել, այլ ոչ թե ստիպել ատեստավորման։ Շնորհակալ եմ, Բաղասարյանի ասացի վերաբերյալ մեր ծրագրից մի դրույթ ասեմ ու պատասխանեմ։ Առաջինը մեր ծրագրով կրթությունը երիտասարդների համար բոլոր պետական կրթական հաստատություններում լինելու է անվճար, իսկ այն բոլոր ուսուցիչները, ովքեր ունեն 15 տարվա ստաժ, այդ անհետ այսօրվա ատեստացիայի process-ին չեն մասնակցելու, ատեստացիա, շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Տիկին Հարությունյան ջան, ասեք, ես երկրորդ անգամն է այստեղ բանավեճի եմ, երկու անգամն է գալիս եմ ցավոք սրտի իշխանական ուժի ներկայացուցին չեմ ճանաչում, բայց այս անգամ ես արդեն ձեր խոսույթից հասկացա, որ մեր բանավեճը ստացվելու է, որովհետև ի տարբերություն նախորդ ձեր կուսակցի, դուք ամբողջապես տիրապետում եք Նիկոլ Փաշինյանի թեզերին, նույնիսկ այդ էքսպրեսիան, այո, ապրեք, շատ լավ է։ Հիմա հերթով անդրադառնանք, առաջինը, այդ որ մարկանց վրա մունաթ եք գալի, ասում եք, այդ 5000-ը որտեղից եք վերցրել, ասեմ, Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, որ փողոցներում 100-ով քայլում եք, մի հատ տատիկ եք բռնում, քաշքշում եք, այդտեղ ֆիքսել ենք։ 5000 հոգու թիվը, դուք շատ ճիշտ եք, եթե դա սխալ թիվ է, ապա շատ ցավալի է, որ մենք դա տարածենք։ Բայց որտեղ է սկզբնաղբյուրը, ինչու մենք չգիտենք ճիշտ թիվ, որովհետև պատերազմը եղել է 5 տարի առաջ, դրանից հետո այս ապիկար իշխանությունները որևէ կերպ որով այդտեղ մի հատ ցանկով չեն տվել, հիմա էլ մարկանց վրա մունաթ են գալի, ասում են 5000 չի 3800 է, բայց հետո Ալեն Սիմոնյանը լինք է տալիս, ասում ես լինքով կարաք մտնեք նայեք։ Լինքում 3300 է, իսկ ազգային ճիշտ հայկական պետության մեջ այն բոլոր նահատակները, ովքեր մեր հայկական Արցախյան հողի համար մահացել են եւ սպանվել են, իրենց անունները պետք է գրված լինեն ամբողջ հանրապետությունով, որ մենք ոնց ենք այսօր բոլորը սովոր բանակում ա ծառայ կամ տեկուս դպրոցում ա սովորը 90-ականներին կամ 2000-ական, մենք մեր հերոսների անունները գիտենք եւ դա պետության ֆունկցիան է։ Երբ որ դու ունենում ես նահատակները, իրենց անունները որով այդտեղ գրված չկա, շատ բնական է որ մարդիկ չգիտեն եւ այն 4750 հիշում եք, սևի վրա կարմիր մի հատ թիվ եղավ ընտրություններից հետո, դա էլ կարծեմ տարածում էր մի քաղաքական գործիչ, որ այսօր Հայաստանում չի, բայց ըստ օդում կախված լուրերի ինքը համ նախորդ իշխանության փեսան է եղել, համ էլ ձեր գլխավոր վարչապետին տարիներ շարունակ ֆինանսավորել է։ Իսկ ինչ վերաբերվում է, որ դոգին քֆուրջ ձեր Նիկոլ Փաշինյանի ֆինանսավորելը Միքայել Մինասյանը դա փաստ է, այդ մարդն է տվել 4700, այդ վաղ զանգ եք ասեք փող տալու, ստո ճիշտ թիվ գրել։ Հիմա մի հատ էս էլ արձագանքել, այդ որ գործընկերոջը ասում եք թքելու եւ հայոյելու վերաբերյալ, տեսեք Վարդան Ղուկասյանի լեքսիկոնը ինձ համար ընդունելի չէ։ Բայց երբ որ դա անում է մի բլոգեր, որը YouTube-ով ուրիշ երկրից է դա անում, ընդունելի չէ, բայց հասկանալի է ինքը իր այդ արտիստիզմով իր հետևորդներին ստեղծեց, բայց ձեր մոտ ազգային ժողովի նախագահան Երևանում ծնված մեծացած տղա, որը ասում են մինչև իշխանություն ստանձնելը նորմալ է տղա է եղել։ Շատ բարեկիրթ, հեչ ագրեսիվ ու կռվարար չի եղել։ Մարդկանց վրա որ թքում է, քրֆում է, որ այդ ախրանիկներով sense քայլում են, լրիվ դարել են այն, ինչի դեմ 18 թվին մարդիկ դուրս եկան փողոց։ Ես մի բան ասեմ, էլի հիշեցնեմ։ Այն անձինում, այս ազատ բանավեճի ֆորմատում դուք հարց եք հասցեագրում, նա ստանում է իրավունք պատասխանի։ Պարոն Գազազյան, մենք 3 րոպե իշխանությունը իրան հարցրել։ Հա, 3 րոպե մենք ազատ բանավեճին ավելացնել ենք ձեր պատասխանից հետո պարոն Գազազյան, խնդրեմ։ Այո։ Պարոն Հակոբյան, թքելուց, քաշքշելուց, խնդրում եմ գոնե դուք մի խոսեք։ Եթե ես տեսել թքելուց ու քաշքշելուց։ Ձեզ չեմ տեսել, բայց ձեր ղեկավարին եմ տեսել։ Հա, շնորհակալություն, որ շնորհակալություն, չէ, թույլ տվեք վերջացնեմ, կհասկանաք ինչ նկատի ունեմ։ Շնորհակալություն հայտնենք, որ ինչ որտեղ մեկին մահացած չեն գտնում այդ պարագայում։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան։ Պողոս Պողոսյանից եք խոսում։ Իսկ ես չգիտեմ գուցե այլ մարդկանց մասին է տեղեկատվություն ունեք, ճիշտ ասած չգիտեմ։ Գիտեք ինչ է փոխվել։ Գնացել է 3 ժամ հետո արդեն սպանում։ Թույլ տվեք վերջացնեմ, լավ ավելի խնդրում եմ։ Փաստա։ Հեքիաթները կողքի բաժնում են։ Այ եթե ձեր համար քնչական պատասխանի։ Թույլ տվեք Պարոն Հակոբյան, թույլ տանք պատասխանի։ Շնորհակալություն հայտնենք, որ այս տաղավարից դուրս եմ գալիս եւ ամեն ինչ կարգին է լինում ինձ հետ։ Այ դա է փոխվել, պարոն Հակոբյան։ Գիտեք հիմա դուք ինչու եք փորձում երիտասարդների վրա աշխատել, որտեղ այդ երիտասարդները ինստիտուցիոնալ հիշողություն չունեն։ Այդ երիտասարդները չեն կարող հիշել, թե ես էլ չեմ կարող հիշել, ասեմ, ես էլ եմ բավականին փոքր եղել, բայց համենայն դեպս
փորձում ենք աշխատել երիտասարդների վրա, 18, 19, 20 տարեկան երիտասարդի վրա, ով չգիտեր թե ինչ է նշանակում ազատ խոսք, չգիտեր որ մի բառ ասել եւ մեկի տղան կողքով անցնել հնարավոր է իր կյանքին անհամատեղելի Ռոբերտ Քոչարյանի ես օրինակներ նոր բերեցի օրինակ փաստ ես օրինակներ կներեք բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ինչքան նյուզը նայում էր մեկի դիակը միտեղ գտնում էին հանգարց էսկոմ չբերեք երկու տարբեր նախագահներ է Սերժ Սարգսյանի ժամանակ դուք եք ստեղծվել ֆինանսավորվել եւ դարձել եք ուժ Կխնդրեմ այդ երկու նախագահներին մեկ ընդհանուր բան շարքել Եվս մեկ անգամ եմ կրկնում մի ավելացրեք ես հասկանում եմ որ փորձում եք դա քաղաքական շահարկման թեմա դարձնել դե բացարձակ ուրեմն շատ լավ բանավեճը դա գիտեք եւ 3300 եւ մի ավելացրեք իսկ Հայաստանի Հանրապետության հիշատակ վերջացրեք թույլ տվեք ավարտել Կարճ 10 վայրկյան թույլ տվեք ավարտել Հայաստանի Հանրապետության զոհերի հիշատակը լավագույնս հարգելը գիտեք որն է ուժը Նիկոլ Փաշինյանին վռնդելի իշխանություն այո Ռոբերտ Քոչարյանին էլ բերեն որ մեկ զանգով ավարտվեց պարոն Հակոբյան պարոն Գազազյան Թույլ տվեք բայց ես վերջացնեմ ես բան եմ քիչ անց դուք հաջորդ ազատ մի րոպե հաջորդ ազատ բանավեճին դուք խոսեք տեսեք դուք տարբեր թվեր եք նշում գոնե հստակ աղբյուրները հետևեք նայեք 3825 զոհի մասին է խոսքը 40-ից 80 քաղաքացիական անձի մասին է խոսքը բացի այդ նշածս տվից եւ 180-ից 200 շուրջ անհատ կորած մարդկանց մասին է խոսքը բայց ոչ 5000 բայց ոչ 3300 ես ձեզ առաջարկում եմ գոնե շփվեք այդ օրերին մասնակից մարդկանց հետ ինֆորմացվեք կամ ձեր ղեկավարների հետ շփվեք գոնե հստակ թվերը ստանաք նոր գաք էստեղ քանի որ նորմալ իրավիճակի մեջ չեք հայտնվում էլի սխալ թվեր ասելով փորձում եք ուղղել մեկի սխալ թիվը բայց ձեր պատկերացմամբ էլի սխալ Բայց գոնե ձեր պաշտոնական թվերին հետևեք։ Այդ մասով ես առաջարկում եմ վերադառնանք երիտասարդների թեմային, քանի որ թեման երիտասարդներն է։ Քանի որ մարդիկ հստակ ասեմ ձեզ, էլի հոգնել են արդեն ձեր հին թեմաները ծեծելուց, ինչի համար, որովհետև դուք վերցրել եք, երևի մնացել է Հայկ Նահապետի բան, ինչ որ գործողություններից խոսակ, ասեք որ Հայկ Նահապետին էլ եք դատելու ինչ որ մի օր, բայց տենց էլ ոչ մեկ չդատվի։ Շնորհակալ եմ, հիմա հարցի հնարավորություն կունենա Մելանիա Հարությունյանը, կարող եք տալ հարցը ում ուզում եք, 1 րոպե թվարկում եք, հետո 2 րոպե հարց պետք է չի վերջում, հետո 2 րոպե կպատասխանեմ։ Չունեք չեք օգտվում ձեր հարցի իրավունքից, որովհետև Կարող եք արձագանքել։ Մի րոպե, մենք անցնում ենք ազատ բանավեճի ֆորմատ, եթե դուք հարց չունեք, ով է ուզում արձագանքել, խնդրեմ։ Պարոն Հակոբյանը մի շատ ճիշտ բան ասեց։ Եթե տենց երիտասարդներին հարգում եք, զոհվածների թիվը մենք սխալ ենք ասում, դուք ճիշտ եք ասում, լավ տեղյակ եք, բա ինչի եք զոհվածների նկարները դպրոցների այդ հուշատախտակներից հանում, ֆիդայինների նկարները հանում, այդ ինչով եք էլի տենց հայրենասիրությունը ձեր ապացուցում, որ լավ մենք սխալ ենք ասում, դուք ճիշտ եք ասում, մենք սխալ ենք ասում, դուք ճիշտ ենք ասում, դուք այսքան ժամանակ եւ ձեր կուսակցությունը այսքան ժամանակ ինչ ասել է, արել է ճիշտ հակառակը։ Օրինակը 2019-ին նորից եմ ասում, ասել է Արցախը Հայաստանը, 2022-ին ասել է Արցախը Ադրբեջանը։ Լսել եք վարչապետի ելույթները։ Այո, վստահ եք որ լսել եք։ Հո, այո։ Վստահ եք որ լսել եք։ Այո։ Ես կարծում եմ որ չեք։ Սերի գործընկերներ զուտ մի հարց, մի վարքյան։ Ես ամենադրական բանավեճն արժանի։ Մի րոպե։ Կոռեկտության սահման։ Մի րոպե։ Սիրելի ժողովուրդ, ասում ծիծաղում ենք Վահագն Ալեքսանյանի թե չենք հիստերիկանում կամ Ալեն Սիմոնյանի չենք գոռում, ձեր ժամանակ ծիծաղում ենք։ Հիմա ձեր ժամանակից է գնում։ Եկեք թեման պահենք, սիրելի ժողովուրդ, հասկանում եմ որ ավելի հետաքրքիր թեմաներ կա, բայց ինչ է ստանում այս ամենից երիտասարդները, ինչ է ստանում երիտասարդները, ես ամեն քանի որ ձեզ ամեն դեպքում հարց ուղղված է, խնդրում եմ պատասխանեք, անցնենք թեմատիկ։ Իմ երկրի ղեկավարը, իմ Ինձ թվում է երկիրը իմը չի լինում, բոլորինն է լինում երկիրը։ Այո, իհարկե, որ ես նայեմ պատասխանի խնդրում եմ, հա։ Եթե դուք ձեր երկիրը ձեր չեք համարում, ես ինչ ասեմ։ Իմ երկրի ղեկավարը եւ իմ քաղաքական առաջնորդը մի քանի անգամ ձեր այդ խոսությունին անդրադարձել է։ 2019 թվականին ինչ է հայտարարել, դրանից հետո ինչ իրավիճակ ունենք եւ այո, քաղաքական առաջնորդությունը նաեւ տվյալ պահին իրավիճակը գնահատելու, պատասխանատվություն վերցնելու եւ խնդիրը լուծելու մասին է։ Պարտվողականությունը
Այսինքն Պարտվելը։ Ինչ եք առաջարկում։ Չպարտվել։ Չպարտվել։ Ինչպես։ Պայքարել, ունենալ ուժեղ բանակ։ Հակոբյան գնուցիր։ Ջան։ Ունենալ ուժեղ բանակ։ Ուժեղ բանակ։ Դուք անընդհատ Իմ ղեկավարի ժամանակ հայկական բնականների մեջ են ապրում, ինձ հետաքրքիր է օրինակ։ Գնացեք ձեր ղեկավարին։ Ոչեկուլ չէր կարող առնել, այսօր սեփական տան մեջ է ապրում։ Աշխատելա թե Աշխատելա թե անդրադառնեմ ես պետական կառավարման ոլորտի շատ Կարճ խնդրում եմ, որ թեմային վերադառնանք։ Երբ որ ասեցիք հաղթեինք շատ բարի, իսկ ինչպես են հաղթում։ Երբ որ ունես ուժեղ եւ արդիականացված պետական կառավարման համակարգ, ուժեղ բանակ, եթե ձեր պատկերացմամբ Սեյրան Օհանյանի դղյակներն են եւ մեր սահմանների թիթեղյա տարաները Այո, դուք հիմա պատասխանել եք։ Թիթեղյա տարաները եւ անվադողերն են, դա ուժեղ բանակ չի։ Եվ ամբողջ պետական կառավարման համակարգը թալանի եւ կոռուպցիայի մեջ եւ հասցնում են պետությունը ձախողված պետության մոդելի, դա ուժեղ պետության, Քանի որ պարոն Հակոբյանին էր ուղղված հետո պարոն Գազազյանը հետո եթե ուզում եք տեսնեք, մայիսի 28-ին գայք հանրապետության։ Մի րոպե, պարոն Հակոբյան, Բա դուք էլ գնայիք Եռաբլուր, գնայիք Ես Եռաբլուր ամեն օր գնում եմ հանգստել, թե ամեն օր գնում եմ ուժեղ բանակ Եռաբլուր այլ այն վայրեր, որտեղ որ մեր զոհված իմ եղբայրն ձեր Հարությունյան ջան։ րոպեուկես խոսեք։ Հիմա որ ասում եք ինչպես չպարտվեին, որպեսզի իմանալ թե ինչպես չպարտվել, բազում դոկումենտալ ֆիլմեր կան առացի Արցախյան պատերազմի ժամանակ թե ինչպես էր պետք անել որ չպարտվել, ես կարող եմ ասել ինչպես վստահաբար պարտվել։ Բերում ես իշխանության ծուռ ատամներով, անկիրթ մեծ փորով, նեղուսերով մեկին, ով որ փողոցով չէ, ես փաստում եմ։ Okay, շատ գեղեցիկ մի տղամարդու բերում ես իշխանության, ով որ մարդկանց էմոցիան գողանալով, ասելով որ Արցախը պետք է մերը լինի եւ նույնիսկ 1 մետր զիջելը դա արդեն դավադրական մի բան է, Արցախը ամբողջապես Հայաստան է, գաս իշխանության, հետդ վերես շատ երիտասարդ մարդկանց, որ հարությունը մտածի ես երիտասարդները մաքուր են, մեջները շատ տղեկ կան, ովքեր տարիներ շարունակ անարդար նեղացվել են, ծեծ են կերել, հիմա որ ստանձնել են այդ իշխանությունը, ստացել են, իրանք կբերեն սոցիալական արդարություն, հետո այդ տղեկին տաս անպատժելիության մթնոլորտ, դրանից հետո գնաս Արցախի մեջտեղում, երբ որ տարիներ 30 տարի մեր դիվանագիտական ողնաշարը կառուցվել է Արցախի հարցի շուրջ ինքնորոշման ձևաչափով, դու որպես պետության ղեկավար առաջի դեմ գնաս Արցախում պաշտոնապես հայտարարություն անես Արցախը Հայաստանը եւ վերջ, Իլհամ Ալիևը դրանից հետո, ես չեմ ասում, ինքն է ասում, հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությունից հետո Հայաստանին դրեց դիվանագիտորեն աներնալների վիճակում եւ մեզ տվեց լեգիտիմ իրավունք հարցակվելու, հեսա վերջի մասը։ Ու դրանից հետո երբ որ պատերազմը սկսում է, դու ունես գեներալներ, այդ գեներալներին չես թողում մտնեն շտաբ կնոջ դես ուղարկում շտաբ դու առասարակ չես գնում Արցախ ու վերջում էլ մարդկանց մտնում ես լայվով ասում ես տուն ինչքան բանկա բութուլկա կա, եկել եք գնացեք Արցախ ու դրանից հետո կանոնավոր բանակը վերացնում է, սարքում ես էլի մոբիլիզացիայի քաոտիկ մի վիճակ ու Արցախը հանձնում ես վերջում ասում ես որ հպարտես քո պարտություն։ Շնորհակալ եմ պարոն Գազազյան, դուք կարձագանքեք։ Շնորհակալություն, տեսեք, հարց չընչեց ձեր կողմից, բայց արձանագրեցինք որ դուք մեր թեման մեր Դա դժվար է, երիտասարդները էս ուզում են լսել։ Արձագանքի ժամանակ հարց ընչեց, ինչպես չպարտվել։ Ես առաջի անգամ նկատում, որ ինչ որ մի երկրում իշխանությունը ընդդիմությանը հարցնում է պարտվելուց հետո արդեն ինչպես չպարտվել։ Եթե ցանկանում եք չպարտվել, մի վարքյան ավարտել։ Հարցը ձեր կողմից ընչեց, նոր եք ասել։ Կարակ եթերը հետ կտակ կլսեք ձեր խոսքը, լավ։ Հիմա մի խանգարեք իմ խոսքը, կսեք Ուրեմն դուք էլ իմ խոսքերը մի մանիպուլացրեք։ Չեմ մանիպուլացնում, ժողովուրդը լսել են ձեր խոսքը։ Այո, ժողովուրդը լսել են։ Ես ես ասեմ ինչպես չպարտվել, քանի որ դուք դա չգիտեք, ինչպես չպարտվել դրա պատասխանը չգիտեք։ Ես առաջ դե հիմա ես մտածում եմ չգիտեք, դա իմ կարծիքն է, թույլ տվեք արտահայտել իմ կարծիքը։ Թույլ տանք խոսեք։ Հա, դա իմ քաղաքական գնահատականն է, ես մտածում եմ դուք չգիտեք այդ հարցի պատասխանը, փորձում եմ հուշել ձեզ։ Ես առաջարկում եմ, որ այս պայդրությամբ մոբիլիզացիոն զորքերը մեր գրված է որ 200,000 են, բայց ես չեմ ճանաչում գոնե 1000 մոբիլիզացված ակտիվ
պահեստազորում գտնվող մարդկանց խումբ, որ պատրաստ է վաղը գոնե գնա ինչ-որ գործողություն կատարելու, գիտի թե իր պաշտպանական կետը որն է, ինքը ինչ մասնագետ է, ինքը ինչ խնդիր ունի, ինքը ինչ խմբի հետ է այդ խնդիրը լուծելու, դրա առաջարկը հետևյալն է. Իսրայելի ազգ բանակ կոնցեպտով, որտեղ ամեն 6 տարին մեկ մարդկանց հրավիրում են 1 տարի ծառայությունից հետո ամեն 6 տարին մեկ մարդկանց հրավիրում են նորից վերապատրաստում են, միշտ պահում են ակտիվ, իսկ այդ ժամանակ ձեր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ զորակոչում են ընդամենը 20-ից 24% զորակոչային տարիքի։ Դա ձեր պատգամավորն է ասել, հստակ է, եթե չեք կարող իր հետ էլ շփվեք, իրանից ճշտեք, եթե տեղյակ չեք։ Ես առաջարկում եմ, որ անկախ շարայինը, ոչ շարայինը առողջական ինչ խնդիրներ ունի, չեմ ասում ծայրահեղ խնդիրների մասին իհարկե, բայց կարող են ստեղծվել այնպիսի ժամանակակից զորքեր, որ այդ մարդիկ դրոնների վրա կարան աշխատեն եւ այլն, իրենց ծառայությունը տանեն, հետեւաբար ձեզ առաջարկում 10 տարվա ընթացքում ունենալ 150,000 մարդունակ ակտիվ բանակ 10 տարվա ընթացքում այդ կոնցեպտը շարունակել եմ, դուք կստանաք հավելյալ 1 րոպե, այս րոպեներ հավելյալ, խնդրեմ։ Հիմա ստացվեց, որ մենք երիտասարդների համար ենք հավաքվել, բայց ոնց որ բանակի իհարկե հասկանում եմ, որովհետև երիտասարդներին է վերաբերում, չէ՞ որ մենք պետք է ապահով երկրում ապրենք։ Բայց եկեք մի հատ անդրադառնանք նորից երիտասարդներին։ Ինչի են երիտասարդները չեն մասնակցում ու իրանց հետաքրքիր չի, ճիշտ է, առաջին նշվեցի, հաստափությունն է, բայց եկեք հասկանանք նաև մի բան։ Երիտասարդը նույն ասում եք բանակ գնաց, բանակը գնում է գալիս է, կրթված տղան գալիս է ու ինքը կանգնում է մի փաստի առաջ, որ ինքը աշխատանքեր չի կարողանում գտնի։ Այսինքն աշխատանք չունենք, ընտանիք չենք կազմում, ընտանիք չեղավ, էլի կանգնեցինք մի շարք բարդ խնդիրների առաջ։ Մեր կուսակցությունը դրա համար փորձում է կրթությունից սկսված մենք փորձում դարձնենք անվճար, որ դպրոցից սկսված, նույնիսկ մանկապարտեզից սկսված լինի կրթությունը անվճար, դրանից հետո արդեն դպրոցի հասակում, դպրոցական հասակում եւ համալսարանական հասակից երիտասարդներին տրվի որոշակի աշխատատեղեր, որոնք իրենք պրակտիկա ավելի շատ ձեռք կբերեն, քան կաշխատեն։ Կարա հենց բանակի հետ կապված էր, մենք օրինակ մեր կուսակցությունը առաջարկում է վարձկանների տարբերակը, որպեսզի վարձկաններ գան եւ պաշտպանեն բանակը։ Ինձ համար մեր եզրափակիչ խոսքը ես կասեմ մեր կուսակցության, ինչի եմ խորհուրդ տալիս, որ ընտրենք 9-րդ համարը, որովհետեւ եթե մենք ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, նախ մենք պիտի ունենանք ուժեղ երիտասարդություն, ուժեղ ընտանիք, հետո նոր արդեն ուժեղ ապագայի մասին մտածենք։ Կարող եք արդեն նաև ձեր հարցը հնչեցնել 1 րոպե եւ հնչեցնեք ով է պատասխանում։ Հարց չունեմ այս պահին։ Չունեք հարց։ Եվ դա նշանակում է, որ մենք գնում ենք հաջորդ 8 րոպե, այո, հետո դուք կտաք հարց։ Ով չէր խոսել վաղուց, Տիկին Հայրյան, ինչքան հիշում եմ, դուք վաղուց չէիք խոսել, կարող եք արձագանքել որոշակի, բայց խնդրում եմ, թեման ամեն դեպքում երիտասարդության հետաքրքրում։ Խնդրեմ։ Սա էլ է հետաքրքրում երիտասարդներին։ Իմ ֆունկցիան հիշեցնելն է ամեն Եվ ասեմ ինչու եմ հենց սա խոսում պատերազմից, խոսում պարտությունից, ինչպես անել, որ երիտասարդը ապրի անվտանգ եւ անել, որ երիտասարդը ապրի, դրա բանակ կարող է հետ գալ։ Ունենալ ուժեղ պետություն, ունենալ անվտանգություն, բանակցել, ոչ թե գնալ կներեք արտահայտությանս համար, Ալիևի սենց խնդրել աղաչել, ասել միջև հունիսի 7-ը պատերազմ չսկսես, ես անցնեմ, հետո ինչ պետք է անվճար քեզ կտամ, ինչ տարածքներ ուզես քեզ կտամ առանց պատերազմի։ Այսօր խոսում են խաղաղությունից, ասում են 2 տարի է սահմանում զոհեր չեն ունեցել, բայց այդ 2 տարվա ընթացքում անվճար, ուղղակի սենց Ալիևին ինչ տարածքներ ուզեցել են նվիրաբերել են։ Սրանով չի խաղաղությունը։ Խաղաղությունը այն երկրում է լինում, երբ որ դու ունենում ես ուժեղ ղեկավար, ով հասկանում է բանակից, ով կարողանում է ղեկավարել անձնակազմը, ով կարողանում է տիրապետել զենքերին, ոչ թե 8 տարվա ընթացքում մի անգամ անում է զորահանդես ու 10 օր ասում է այդ բաները պետքա լինեն հրապարակում, ինչի համար։ Պատրաստվում է մարտի 1-ի որ հանկարծ չանցնի, ժողովրդին վախացնի, ուրեմն ասում եմ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հետևորդներ, սիրելի երիտասարդներ, ձեզ ոչ ոք չի կարող վախացնել, որովհետև դուք անցել եք 3 պատերազմով։ Մենք այսօրվա դրությամբ չունենք Արցախ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, դոկ կուսակցության իշխանության գալուց հետո մենք այն ուժն ենք, որը կարող է Արցախը ետ վերադարձնել։ Մենք այն ուժն ենք, որը
որի օրոք կունենանք ուժեղ պետություն։ Մենք այն ուժն ենք, որի օրոք կունենանք անվտանգ սահմաններ, եւ դուք ուրախությամբ կգնաք այդ 2 տարին կծառայեք Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը մեր սահմանները կպահեք, ձեր հարազատներին կպաշտպանեք եւ սիրով կվերադառնաք ձեր տները եւ կունենաք աշխատանք։ Շնորհակալ եմ Տիկին Հարությունյանը։ Ամեն դեպքում շատ հարցեր հնչեցին, խնդրեմ կարող եք արձագանքել։ Շնորհակալություն Տիկին Հայրյան։ Մարտի 1-ից այդ խոսում, բայց մարտի 1-ը Նիկոլ Փաշինյանին հողում անհանդեցիկ չհասկացա, մի քիչ այն կողմ պետքա, մի քիչ խոսի, բայց պարոն Հակոբյան հասկացա, բայց պետքա մի քիչ, չէ, պետքա մի քիչ այս կողմ հղում անել, որ երիտասարդները հիշեն, որ այո, մեր պատմության մեջ մարտի 1-ել է եղել, մարտի 1-ել է եղել։ Սիրելի երիտասարդներ, քանի որ խոսեցին ձեզ հետ, ես հասկանում եմ, որ միգուցե պետական կառավարման համակարգից, արտաքին քաղաքականությունից, ռազմական կառավարման համակարգից որևէ պատկերացում չունեն, որովհետև այդ ուժեղ, այդ պաթոսախեղտ, ուժեղ, այո, ես չի խանգարում, խնդրում եմ ինձ մի խանգարեք եւ մի ընթառեք։ Դուք եք ինձ բավականին խանգարում եւ ընդհատում։ Ուժեղ պետություն, ուժեղ ղեկավար, ուժեղ, չգիտեմ ինչ, ինձ շատ ծանոթ լոզունգներ են, բայց ուրիշ կողմից եկող իհարկե։ Եվ ուզում եմ հասկանալ այդ պաթոսից եւ ի վերջո այդ պաթոսից մենք դուրս ենք գալու, ի վերջո նայելու ենք ժամանակակից աշխարհը մեզ ինչա թելադրում, ի վերջո հասկանալու ենք այլ պետության հետ, տարածաշրջանից դուրս այլ պետության հետ ինչպես են խոսում, ինչպես են հաստատում խաղաղություն։ Ի վերջո մենք այդ պաթոսից դուրս ենք գալու, թե ամեն առավոտ, ամեն գիշեր ասելու ենք ուժեղ ու 30 տարի տեսանք ձեր ուժեղն էլ, ձեր ամեն ինչն էլ տեսանք, ի վերջո ինչ եղավ, եղավ այն ինչ որ եղավ։ Այդպես պետություն չեն կառուցում, պաթոսի վրա հիմնված, ինչ-որ մեկի գրպանները լցնելով, կոռուպցիայի մեջ խեղդելով համակարգը, թույլ տվեք ավարտեմ, կոռուպցիայի մեջ խեղդելով եւ առավոտից իրիկուն ասելով, որ դե գիտեք մենք Լեռնային Ղարաբաղ ենք պահում եւ պահպանում եւ այստեղ աղքատության հայ ժողովրդին մեջ խեղդելով, այդպես պետություն չեն պահում։ Այս պետությունը պահում են հիմա, գիտեք ինչպես պետական աճով, նոր զինատեխնիկաներ առնելով, ինչ եք խոսում։ Պետական պարտքը միգուցե գնացեք պետական պարտքը ավելացրել են եւ զենք են արել։ Օ, բա այդ զենքերը ո՞ր զենք են արել։ Յա, դե մայիսի 28-ին գնանք, հա դե դրա համար բանտիկով նվիրեցի Կադրոջանին, մենք ենք նվիրել։ Վաղուց չի խոսել պարոն Գազազյան։ Մի վարքյան թույլ տվեք ավարտեմ նոր եթե դեմ չեք։ Լավ, 30 վարքյան հետո պարոն Գազազյան, եկեք հարգենք եթե ավարտ։ Զինատեխնիկա առնելով եւ ձեզ խորհուրդ եմ տալիս գնալ իրանց գնալ մեր ամրաշինական կառույցները տեսնել, նոր հասկանալ ինչպես են պահում պետություն։ Ես Սյունեցի եմ։ Քվեր ասեք, քանի հատ տենց ամրաշինական կառույց կա եւ քանի հատ կա որ անտեր վիճակում։ Ես հանրայինի եթերում խնդրում եմ ձեզ կոռեկտ պահեք։ Հստակ բան եք ամեն դեպքում։ Այո, հարաբերություն շատ մարկանց ովքեր Եվերից թույլ լինելը դա վիրավորանք չի, դա նորմալ է։ Թույլ տանք խոսի, հիմա դուք իր րոպեները ավելացում եք։ Կոռեկտության սահմանները մնացեք բան։ Ձեր պատասխանը։ Ամրաշի ես հանրայինի ֆակտորի եթերում չեմ կարող որոշակի երեք մեկը նայել եք կամ նախորդ օրը Վագեն Ալեքսանյանը ասեմ Վագեն Ալեքսանյանը հետ կբանալու։ Համաչել են որ կարելի է այդ կերպ պահել։ Ձեր կուսակից տղամարդկաց Տիկին Հարությունյան, խոսում էի դուք պատասխանելով պարոն Հակոբյանի հարցերին թույլ եք տալիս նրան ընդհատել ձեզ։ Եթե ավարտում եք, ավարտեք, եթե ոչ պարոն Գազազյանն է շատ։ Շատ լավ։ Եվ անդրադառնալով ձեզ, որովհետև դուք եք խոսում ուժեղ պետության կոնցեպտի մասին, առաջարկում եմ ընդհանրապես մի փոքր ուսումնասիրել այն քաղաքականությունը, որում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ հասկանալ թե ինչպես են ուժեղ պետություն կառուցում, որովհետև վստահ եղեք եւ իմ վերլուծական եւ իմ կրթական գիտակցությունը թույլ է տալիս, որպեսզի հասկանամ այդ։ Շնորհակալ եմ։ Ոչ, դուք 2 րոպեից ավել խոսել եք, խնդրեմ պարոն։ Շնորհակալ եմ, նորից անդրադառնանք թվերին, որոնք դուք ես եթերում չեք կարող հստակեցնել։ 8 միլիարդ արտաքին պարտքը որ վերցրել եք, դրանից ՊՆ-ի թվերն եմ ձեզ ասում, ՊՆ-ի ձեր կառավարվող, ձեր կողմից կառավարվող ՊՆ-ի, նաև մեր ՊՆ-ի, որը որ դուք եք կառավարում։ 2 միլիարդ դոլար ընդամենը այդ 8 միլիարդից գնացել։ Այդ ձեր համար ասեմ, որ դուք տեղեկանաք, վստահ եմ շատ մարդիկ տեղեկ են։ Ես կարող եմ հենց հիմա Google անել եւ նայել։ Google անելու հարց չկա, կարամ հեռախոսական տեսնեք, հեռախոսից հիմա կամ հարցրեք։ Այդ մեթոդներին ես շատ լավ բացում հարցնեք ինքներդ։ Չէ, շնորհակալություն, ես ունեմ նորագույն տեխնոլոգիաներին։ Կարում եք օգտվեք, Երբ չկա, կներեք մի խանգարեք իմ առասարակ աշխատեք սուտ չխոսակ։ Հիմա կարամ հիմնավորում որ դուք սուտ եք խոսում, բացեմ բոլոր։ Պարոն Գազազյան, դուք հիմա 900 միլիոնից ավել ամեն տարի պետական պարտքի տոկոսի մարումն է մենակ գնում արդեն։
Այսինքն այդքան որ սովորական մարդը գիտակցի ինչ առելի պարտքի մասին է խոսքը, որ մենակ համարը $1 միլիարդ, մենք տոկոս ենք վճարում, որը պրոստը մեր բյուջեից գնում է օդ։ Այդ մասով։ Հետո անդրադառնամ նորից երիտասարդների թեմային, քանի որ հարգում եմ մեր հանդիսատեսին, շարունակեմ այդ թեման։ Հստակ 110,000 մոտավորապես 3-ից 5 տարեկան մանկապարտեզ հաճախելու տարիքի գտնվող երեխաներ չեն հաճախում մանկապարտեզ այդ թվից 50-ից 55,000, այսինքն կեսը երեխաների չունեն հնարավորություն այս երկրում այս պայդրությամբ գնալ մանկապարտեզ, ստանալ տարական կրթություն, որ հաճախեն արդեն դպրոցներ։ Դրանից հետո 1-ից 9-րդ դասը, 1-ից 12-րդ դասարան գնում եւ ավարտում են մնացած համարը 98%-ը, բայց չեմ համարում, որ այդ ավելի արդյունավետ է։ Այսինքն արդյունավետությունը համարում եմ 0-0-ական, 10-ից 12-րդ դասարան դա անիմաստ է, պարզապես չկա մի ծնող կամ երեխա, որ համաձայն է այդ կրթական տարբերակով շարունակի էլ իր կրթությունը։ Այդ երիտասարդների կողմից փորձ են բարձրաձայնել այդ հարցը։ Դրանից հետո 20-ից 21,000 ուսանող ընդունվում է բու, այսինքն հայտ է տալի, որ ընդունվի բու, բայց ընդունվում է 10-ից 11,000-ը, մնացած բոլորը դուրս են մնում բուհերից։ Մեկը ֆինանսի պատճառով, մեկը մոգի պատճառով եւ այլն եւ այլն։ Դրանից հետո րոպե ավելացնենք, բայց տիկին շարունակեմ, բայց մի տարի աչք։ Հիմա դուք հարցեք։ Դրանից հետո վերադառնալով թե բանակից, թե համալսարաններից դուրս մնալու հարցին, բանակից վերադառնալով այդ ուսանողը չի շարունակում ուսումը։ Հետաբար մեր կրթական համակարգը այնքան թույլ է այս դրությամբ գտնվում, որ 7000 մասնագետ ընդամենը ամեն տարի պետությունը կոպիտ ասած արտադրում տալիս հանրությանը, որոնք որ ինչ որ խնդիր կարան լուծեն կամ չեն կարա լուծեն, որոնք որ իրենց մասնագիտությամբ կամ աշխատում են կամ առհասարակ լրիվ ուրիշ մասնագիտությամբ են աշխատում։ Հիմա մեր առաջարկը որն է երիտասարդներին, որ այդ երիտասարդները շատ շուտ կայանան, դառնան անհատականություն, ունենան հնարավորություն 50% հիպոթեկային պետական ծրագրից օգտվելու, պետությունից ստանան այդ տան վճարի 50%-ը, նաև ունենք երեխաների քանակի ավելացման խնդիր մեր երկրում, քանի որ այնքան երեխա ինչքան որ ծնվում է, մոտավորապես 30,000 երեխա է ծնվում տարվա կտրվածքով, այդ երեխաների 15,000-ը, երբ որ երիտասարդ տարիքում արդեն ամեն տարի լքում է երկիրը։ Շնորհակալ եմ։ Կներեք, ես հասկացա, որ ընդհատեցի, բայց րոպեները հարգենք Տիկին Բաղդասյան, կարող եք շարունակել արձագանքել։ Հարց չէ, ես ուզում եմ երիտասարդների հետ կապված կրթության հետ կապված ասեմ, ճիշտ է շեշտեցին, դպրոցների հետ կապված էլ մենք ունենք խնդիրներ, որովհետև ներկա կրթական համակարգով դպրոց ընդունվելու համար երեխաները ինչ որ գրանցման ծրագրերի հետ են անում, դա էլ է այն համար շատ հուզական հարց։ Երեխաների մեծամասնությունը դպրոցից դուրս է մնում, որովհետև ըստ պայմանների երեխաներին չի բավականացնում դպրոց ընդունվելու թե ֆինանսավորումը, թե չէ։ Օրինակ մեր մարզերում բնակվող երեխաների մեծամասնությունը հենց ֆինանսի պատճառով իրանք կրթությունից զերծ են մնում։ Այսինքն երեխաները դպրոց չեն հաճախում ու ստիպված նրանք, չգիտեմ, ընտանիքին են օգնում, անասնապահությամբ են զբաղվում, մինչ այդ կարելի է հենց համայնքներում մեծ մարզերում ստեղծել այնպիսի մի հաստատություններ, որ ապահովի, իսկապես ապահովի, որ այդ երեխաները կարողանան օգտվել կրթությունից։ Մենք տարանջատում ենք այստեղ խնդիրներ, ասում ենք ֆինանսավորում ենք կրթությունը, չէ, պետք չի ֆինանսավորել, պետք է դարձնել անվճար։ Մեր կետերի մեջ հենց ամենակարևոր խնդիրը դա է, որ կրթությունը պիտի լինի անվճար։ Բացի անվճար կրթություն ստանալուց հետո մենք ուզում ենք այնպես ստեղծել, մեր կուսակցության հիմնական նպատակը այն է, որ պրակտիկան ավելի շատ լինի։ Տեսական հատվածները կրթական համալսարանում օրինակ ավելի շատ պրակտիկա ձեռք բերի։ Շատ ուսանողներ ավարտում են համալսարանը գերազանց բարձր մոգերով, բայց իրանք պրակտիկա չունեն ու ստիպված իրանք իրենց թե աշխատավարձի հետ կապված խնդիրներ ա լինում, որ շատ ցածր է ու իրենք իրենց մասնագիտությամբ չեն կարողանում աշխատել, ստիպված փնտրում են այլ մասնագիտություններ, այլ տեղեր են աշխատում, որպեսզի կարողանան ընտանիքի հոգսը ստեղծել։ Դրա համար կարող եք ավարտել ձեր։ Հա, դրա համար մեր կուսակցությունը հենց ինքը համալսարանից սկսած խորհուրդ է տալիս, առաջարկում է երիտասարդներին, որ
թե աշխատաշուկայի եւ թե ուսանողների միջև լինի կապ, որ կարողանան մեկը մյուսի հետ կապի միջոցով տվյալ մասնագետներին սովորեցնեն եւ իրենք հենց ապահովեն իրենց աշխատանքները։ Դրանից կարևոր բան երիտասարդի համար չկա, երբ որ ինքը համալսարանը ավարտում է, ինքը վստահ է, որ տվյալ տեղում, տվյալ ապահով աշխատավարձով ինքը աշխատանք կունենա։ Շնորհակալ եմ։ Պարոն Հակոբյան, 1 րոպե ժամանակ ունեք հարցի Ես համար։ խոսեմ, հետո հարցում եք այդ 1 րոպեն ոնց որ սենց Կարևորը հարցը չի եւ հասցեատեր լինի։ Տիկին Հարությունյան, դուք ես ձեզ Կա, վստահեցնում եմ, անվտանգ սենյակում եք։ Եթե դուք լինեիք ընդդիմադիր ստեղ լիներ Ալեն Սիմոնյանը, արդեն ձեր վրա կգորգրար լկտիաբար։ Եթե լիներ Վահագն Ալեքսանյանը, գորգրալը վիրավորական, հա։ Չէ։ Այդ չէ, արդեն ոնց որ սկսում եք պաշտպան։ Լեկտիություն չի կնոջ վրա գորգրալը։ Դա ձեր գնահատականն Ոնց ցանկացած հայ արժանապատիվ տղամարդ պետք է իմանա, որ կնոջ վրա գորգրալը լեկտիություն է։ Դուք պետք է մի պարզ բան ընդունեք, որ երիտասարդությունը պետք է օրինակ վերցնի մեր իշխանություններից, մեր էլիտաներից։ Հայ երիտասարդ այստեղ նայելով Սրանից ինչ կարա սովորի։ Եթե մարդ տեսնում է, որ այսօր երկրի ղեկավարը ով եկել էր ջիպերով լկտի լակոտներին վերացնելու արդար պետություն ստեղծելու, գնում են 60-70 հոգով, 20 տարվա ստաժ ունեցող բժշկուն քաշքշում են։ Ու հետո ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում։ Ձեր կարծիքով այս Հայաստանում ժողովրդավարություն կա, թե չկա, ու մի ռեմարկ։ Շատ կարևոր բան։ Ձեր կամպեյնի ժամանակ դուք որ փողոցներով քայլում եք, քարոզարշավ։ Ձեր քարոզարշավի ժամանակ շնորհակալ եմ։ Որ դուք քայլում եք փողոցներով, ի՞նչ է տեղի ունենում։ Դուք գնում եք Երևանով կամ ուրիշ տեղերով, գնում եք մարդկանց, ովքեր չեն պլանավորել իրենց օրը փչացնել ձեզ տեսնելով, ձեզ ասելով Նիկոլ Փաշինյան, ձեզ տեսնելով վստահ եմ լավ կլինի։ Նիկոլ Փաշինյանին մարդ չի պլանավորում տեսնել, գալիս է, սկսում է ժողովրդական լեզվով ասում դայաղելնել, հարցեր տալ, այդ մարդը հանկարծ եթե իր ասորտով պատասխաններ չի տալի, գորգռում է, վերջում է ասում է դու խիչ ես զով է, տո քո տեղը ստեղ չի, տո քո տեղը։ Երեք էլ Վահագն Ալեքսանյանը ասում է ես, ասում է մեր երեխեքը գնացել են Ղարաբաղի էլիտ, չկներեք, ես ահագին չեմ խոսած, գնացել են մեր երեխեքը Ղարաբաղի էլիտայի տեղը զով են, ուրեմն այդ մեր երեխեքը Վահագն Ալեքսանյանի հետ ոչ մի կապ չունեն։ Իրանք զովել են իրանք պետության եւ հողի համար, ոչ թե Վահագն Ալեքսանյանի պես վատ տղամարդու կերպարի համար։ Պարոն Հակոբյան, պատասխանից հետո դուք եք արձագանքելու, խնդրեմ, բայց հարգեք նաև մյուս մասնակիցների րոպեները։ Պարոն Հակոբյան, որ նշեցիք Երկու րոպե չխանգարեք։ Այն որ ձեզ Պարոն ոչ Հակոբյան չխանգարեք։ այդքան էլ քաշքշելու։ Դուք պատասխանեք հարցը, երբ որ հաջորդիվ հարց եք տալիս, ինքը հնարավորություն է ստանում ձեզ։ Մի ընդհատեք։ Դե հարց եք տալի, ոչ չեմ։ Ես անդրադառնում եմ ինքնին, ես հարց չեմ տալիս ձեզ, ասում հռետորական հարց եմ բարձրացնում, ասում եմ գուցե եթե դուք լինեիք իշխանության համատակ միջավայրում չլինեք, ճիշտ եք նկատել, ճիշտ նկատառում առեցիք։ Ինչ վերաբերվում է Վահագն Ալեքսանյանի կամ Անե Սիմոնյանի, եկեք հերիք է էլի այդ պարոն Ալեքսանյանի կամ Անե Սիմոնյանի մասին խոսեք։ Ես որպես կին ինձ թույլ չեմ տա այդ էմոցիոնալ, այդ պատկան աստիճան հասնող ելույթներ ունենալ։ Ձեզնից օրինակ վերցնեն։ Դա թող օրինակ վերցնեն, ինչ հասան, կարող եք ձեր ընդդիմադիր ընկերներին կոչ անել։ Այն հարցի շուրջ ինչ որ խոսեցիք։ Այո, վարչապետը քայլում է փողոցներով, շփվում է քաղաքացիների հետ։ Վարչապետը անգամ ձեզ համարում է, ընդդիմախոսների մասին է խոսքը, ոչ միայն ձեզ, համարում է իր պետության քաղաքացին, որի հետ պետք է խոսի, որին պետք է իր խոսույթը տեղ հասցնի եւ այո հարցեր էլ կհնչեն, բանավեճել կհնչի, հարց ու պատասխանել։ Այո, մի զարմացել, զարմանալի է։ Սուտ եք խոսում, կներեք, բայց սուտ է։ Պարոն Հակոբյան, այդ բառը պաշարոկը գնաք ձեր թիմակիցների հետ։ Որ Արցախից տեղահանված կնոջը ասում է դու փախած ես, դա կարծիք հայտնի է։ մի րոպե։ Մի Ախր ես այնքան եմ ցավում, որ դուք եք ստեղ կանգնած, ոչ թե այդ ձեր ասած տղեկից մեկ։ Ախր ինչքան է կարելի հանրությանը մոլորեցնել։ Ձեր վարչապետը գնում է կնոջ։ Հանրությանը մոլորեցնելու լավագույն դա օրինակը դա դուք եք, խնդրում եմ մեզ այդ տիրույթում Մի դրեք։ խանգարեք, թողեք ավարտել։ Թույլ տվեք ավարտեմ։ Այո, շատ նորմալ, շատ սովորական պրակտիկա է, որ վարչապետը հունիսի 7-ից հետո էլ քայլելու է փողոցներով, շփվելու է քաղաքացիների հետ, փորձելու է այն խոսույթները եւ այն գաղափարները, որ ունի տեղ հասցնի, որովհետեւ վարչապետը ունի նպատակ։ Եւ նորից եմ կրկնում, վարչապետի խոսույթները մի մանիպուլացրեք։ Վարչապետը երբ նշեց փախած, նկատի ուներ Լեռնային Ղարաբաղի էլիտային։ Բայց գինի մի վարքյան։ Դուք հետո Տիկին Հայրյանը, հետո մյուս մասնակիցները, բայց ավարտեմ։ Ավարտեք։ Ես ասացի ավարտեք, բայց Շատ լավ, շնորհակալություն։ Եվ խոսում է էլիտայի մասին եւ հասարակ քաղաքացիների մասին, այո, հասարակ քաղաքացիները մեր հասարակ
չգիտեմ այդպես ինչպես է ճիշտ որացեմ, բայց այո, ձեր էլիտան, մենք էլիտա չունենք։ Ձեր էլիտայի ներկայացուցիչները, այո, փախան եւ ինչպես միշտ էլի եւ հասարակ ժողովուրդը գնաց եւ Լեռնային Ղարաբաղի համար եւ պարոն Ալեքսանյանը իդեպ չի նշել որ իր կամ ինչ որ մեկի համար այո իր եւ ինչ որ մեկի իմ համար էլ մեր պետության համար մեր ինքնության համար մեր ամեն ինչի համար Շնորհակալ եմ պարոն Հակոբյան կարող է արձագանքել հետո Ես խոսում եմ երիտասարդների հետ Տիկին Հարությունյան կներեք իմ ջենտլմենության բաժակը ձեր հանդեպ սպառվեց ես ձեզ չեմ հարադառնալու դուք պարզապես անընդհատ սուտ եք խոսում Սիրելի երիտասարդ, ում եք ոնց ուզեմ կխոսամ հավաքանում նիստերին ձեր սաղ կուսակցության տղեկը այդտեղ նստած են եղել ինչ ասել եմ խելոք լսել եմ։ Լսեք, սիրելի երիտասարդներ, 2018 թվին տեղի ունեցավ Սիրո եւ Թավշյա հեղափոխությունը։ Ես եւ դու կերանք այդ կուտը, որովհետեւ մենք ուզում ենք ժողովրդավարություն, ազատ մրցակցություն, խոսքի ազատություն։ Այսօր Մենք ունենք աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկա։ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ։ Ես խոսքեմ, ես էսենց խոսեմ, ոչ ոքի ձենը չի լսվելու, նայեք։ Ուղղակի կին են։ Ես չեմ կասկածում։ Ես ԿՊ-ական չեմ ի վերջո։ Ամիրանի վրա եմ մեծացի։ Աստված ես ԿՊ-ական եմ, ձեռս կկտրեից մոստից կգցեի, լսեք։ Թույլ տանք Նորից եմ բայց սկսել։ Սիրելի երիտասարդ, 2018 թվին այս սա խաբեց մեզ բոլորիս եւ մենք բոլորս ուզում էինք ունենայինք արդար պետություն, որտեղ որ ի տարբերություն նախորդ այդ իշխանության չենք ունենալու ինչ որ իշխանավոր զարմիկներ, սանիկներ, ովքեր կարողանալու են պրոսպեկտի վրա նիվեկով շուրգան չդատվեն, մարդկանց ծեծեն չդատվեն։ Մենք հոգնել ենք լեկտիությունից Այսինքն արտաքին քաղաքականություն, ինչ որ տնտեսական գործելավոճ, մենք այդ բաների մեջ չենք խորացել, մենք խորացել ենք, որ ինչ որ վատ անուններ կա, որ սաղս գիտենք անպատժելի, ուզում ենք գնենք։ Այսօր ինչ ունենք մենք։ Այսօր ոչ մի ԿՊ-ական զարմիկ ուսանիկ իրան լկտի չի պահում։ Հենց ազգային ժողովի նախագահ, վարչապետ, падգամավորներ, նախարարներ, մարզպետներ, թաղապետեր, հայած չիչած տղեկը այսօր իշխանությունը ստանձնել են ու սաղին ուզում են ծեծեն, վիրավորեն, նվաստացնեն մեկ պատճառով, ոչ թե որտեղ դուխով են, այլ որովհետև գիտեն անպատժելիության մթնոլորտը եւ ունեն ադմինիստրատիվ ռեսուրսներ։ Կոչ եմ անում քեզ գնա ընտրության Մերժի 16-ին, որ սրանք սաղ պատասխան տան, համ ներսը, համ դուսը, համ փողոցում, համ բանտեր։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, 1 րոպե ունենալու ենք։ Լավագույն դրսևորում։ Տիկին Հայրյան, Ջերմուկից բարևներ ձեզ, քրեա օլիգարխ։ Ցանկություն կա արձագանքելու, խնդրեմ, համ։ Հետո պարոն Գազազյանը եւ Տիկին Բաղդասարյանը։ Խնդրեմ։ Ուրեմն կոչ եմ անում մեր երիտասարդներին, քանի որ խոսեցինք ամեն ինչից։ Դոկ կուսակցությունը առաջարկում է կրթական համակարգը լրիվ անվճար եւ մեր կարգախոսն է այսպես ասած դեմոկրատիա օրենք կարգապահություն օրենքի դիկտատուրա ուժեղ պետությունը սիրելի երիտասարդ սկսվում է ճիշտ կրթությունից ոչ թե որ բարեկամ խնամի ծանոթ վարչապետի չգիտեմ աներ ես իմ ինչ քերի տանես գումարը մուծես ասես վсё ես կարմիր դիպլոմ ունեմ գնաս անգրագեթալով ինչ որ Պաշտոնի նստես, այլ իրական կրթություն եւ իրական կրթված մարդիկ կունենան լավ աշխատանք։ Կրթությունը պետության հիմքն է, ոչ թե փորձադաշտ է, ինչը որ այսօր սարքել է քաղաքացիական պայմանագիրը։ Եվ նաեւ առողջապահական համակարգից խոսեմ, մեր համար քաղաքացին ծախս չէ, բայց քաղաքացիական պայմանագրի համար ոնց որ թե ծախս է, որովհետեւ ասում են 63 տարեկան թոշակառուների համար առողջապահական ապահովագրություն կա, բայց մարդը գնում է այսօր գրանցվում է շատ ծանր վիճակում, նրան տանում գրանցում են օգոստոսին։ Սա չգիտեմ, ուղղակի ինչպիսի անվճար առողջապահություն է։ Եվ ասեմ, որ չի կարելի ուղղակի Արցախի էջը փակել։ Ես եւ դոկ կուսակցությունը մենք մի կուսակցություն ենք, ասում եմ, որ Արցախի էջը մեր համար փակված չէ եւ Արցախ վերադարձ պարտադիր լինելու է։ Իսկ երբ որ խոսում են ուժեղ պարտվելուց, երբ որ խոսում են նախկին ղեկավարություններից, երբ որ խոսում են, չգիտեմ, ինչպես ունենանք ուժեղ պետություն եւ այլն, ուրեմն սիրելի երիտասարդներ, հա, Վարդան Ղուկասյանը միշտ անդրադարձել է եւ ներկա եւ նախկին իշխանություններին։ Եւ ես ասում եմ 2016 թվականին քառորյա պատերազմ ունեցանք, որովհետև ունեինք ուժեղ պետություն եւ ունեինք ուժեղ բանակ։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ինչու ունեցանք 44 օր եւ ինչու ունեցանք այդքան զոհեր եւ ձեր ընկերները եւ իմ եղբայրը եւ բոլորիս հարազատները, որովհետև չունեինք ուժեղ ղեկավար, ունեինք այն ղեկավարությունը, ով
Հիմա մեզ փախած անվանելով ես կասեի, որ ինքն է փախած։ Շնորհակալ եմ Տիկին Բաղդասյան, եթե ցանկություն ունեք արձագանքել։ Ես իրենցից հետո կխոսեմ։ Խնդրեմ, պարոն Գազազյան։ Շնորհակալություն, ես համարում եմ, որ ձերմոտելի ինֆորմացիայի պակաս կար։ Նիկոլ Փաշինյանը այդ կնոջ դեպքի հետ կապված մետրոյում տեղ ունեցած արդեն ներողություն է խնդրել։ Եթե տեսանյութը չեք տեսել, առաջարկում եմ նայեք ու այս մարդը դուք էլ արձագանքեցիք։ Մոտարապես 5 րոպե առաջ է տեղի ունեցել։ Էլի կարաք հետак նայեք։ Այո, ղեկավարը պատասխանատվություն է վերցրել, հա, մի խանգարեք տեքստը։ Շատ լավ գիտեք, ուրեմն մի պաշտպանեք այդ ղեկավարի արած սխալ քայլը, փորձելով դա արդարացնել, էլ բարի գտնվեք, դուք էլ ասեք, որ ես էլ եմ համարում, որ դա սխալ քայլ է, որի համար քաղաքական ղեկավարը արդեն ներողություն է խնդրել։ Հիմա անդրադառնում եմ մնացած ղեկավարի առավելությունը գիտեք ինչ ունի։ Իշխանական ռեսուրսի բանը, Ինչի է այլ ժամանակը խանգարում ես Այո, երբ որ ասում եք ինձ, ես պատասխանում եմ։ ասում եմ ինֆորմացիայի պակաս է։ Պարոն Գազազյան, շարունակեք։ Այդտեղ հարց չի եղել ընդհանրապես։ Շարունակեք։ Հարց չեմ տալիս ձեզ, հանկարծ չպատասխանեք։ Իմացեք, որ մոտակա 2 րոպե ընթացքում ես ձեզ հարց չեմ տալիս։ Ուրեմն Ոչ մի պատասխանի կարիք չունեմ, շարադրում եմ, Ասելիքս հետևյալն է։ Ես ձեզ առաջարկում եմ, որ չփորձեք պաշտպանել, այլ հակառակը բարի գտնվեք այդ մարդու հանդեպ, այդ մարդու անձի հանդեպ, որի անձը վիրավորվել է, դուք էլ ինքներդ ասեք ներողություն կամ անցնեք առաջ այդ հարցը։ Չփորձեք շահարկել։ Անցնենք առաջ, ինչ վերաբերում քաղբանտարկյալներին։ Ես համարում եմ, որ Արտուր Օսիպյանը քաղբանտարկյալ է, դա իմ կարծիքն է, եւ Արտուր Օսիպյանին հորդորում եմ մենք չենք կասկածում քո քաջության վրա Արտուր ջան, բայց առաջարկում եմ հացադուլը դադարեցնել, քանի որ մենք դրսում պայքարում ենք, նաև պայքարը քո համար է, այդ մասով։ Ու վերադառնամ արդեն երիտասարդներին։ 1 րոպե ժամանակ ամփոփման, միգուցե այնտեղ տեղավորենք։ Չէ, երիտասարդներին էլ արդեն անդրադառնամ, մենք նորից երիտասարդներին ուղղում ենք կոչ, որ սիրելի երիտասարդներ, մենք ցանկանում ենք, որ դուք շուտ կյանք մտնեք, շուտ դառնաք անհատ ու ունենաք հնարավորություն երկրից ոչ թե ամեն տարի 15000-ներով լքելու, այլ մնալ երկրում, ստանալ բնակարան շատ հարմար գներով եւ 20-21 տարեկանում արդեն լիարժեք մտնել կյանք։ Ոչ թե 25-ից 30։ Ոչ հիմա Տիկին Բաղդասյան։ Սիրելի երիտասարդներ, ուզում եմ ասել, որ այս ընտրությունները մեզ համար միայն քաղաքական ընտրություն չի։ Սա ընտրություն է ձեր իսկ ապահով ապագայի համար։ Ու մեր երեխաների վաղվա օրվա հետ կապված մենք պետք է որոշենք ձեր ձեռքերում է նաև այս մեր վաղվա օրը։ Ես ուզում եմ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցության անունից ասել, որ եթե ցանկանում եք դուք լինել ապահով երկրում, ապրել խաղաղ, հանգիստ, խնդրում եմ հունիսի 7-ին մոտեցեք ընտրության եւ կատարեք ճիշտ ընտրություն։ Ընտրեք համար 9-ին։ Շնորհակալություն, կարող եք արձագանքել, բայց կա աշխատություն։ Խնդրում եմ առաջից այս խորհուրդ եմ տալիս, երբ գալիս եք բանավեճը, գոնե բանավիճող կողմի մասին տեղեկատվություն իմացեք։ Ուղղակի խորհուրդ իմացեք ում հետ է բանավիճում, այն ինչ որ առնչվում է ինֆորմացիայի բացակայությունից, բազմապես չի լսել, որ մետրոյի դեպքի մասին է խոսքը եւ ուզում եմ մատնանշել ձեր խոսքի վրա, որ այո, իմ քաղաքական ղեկավարի առավելությունը կայանում է նրանում, որ ցանկացած դեպքում ես ձեզ հետ եմ խոսում։ Ցանկացած դեպքում, երբ որևէ սխալ է տեղի ունենում, իմ քաղաքական ղեկավարը, դուք նոր խոսում եք չընդհատելու մասին։ Իմ քաղաքական ղեկավարը ներողություն է խնդրում, պատասխանատվություն է յուրաքանչյուրը։ Մեր առավելությունը կայանում է նաև դրանում։ Ունեք արձագանքի։ Վերջացնեմ, որովհետև ես այստեղ երկրորդ կներեք ինչից անդրադարձակ, ինչի մասին եք խոսում։ Լավ, արդեն սենց չլինի, անցանք առաջ։ Սիրելի գործընկերներ, եթե ունեք ցանկություն արձագանքել վարքյան կա, եթե չկա կալկուլյատորով հաշվելն եք տեսնեք։ Սիրելի գործընկերներ, ինչու եք նեղվում, երբ որ ես խոսում եմ։ Հիմա ասած բանավեճի ժամանակ Չի ասել, որ չեք հիշեմ Ես ուզում եմ նորից կրկնեք, իսկ գիտեք։ Բանավեճը ավարտված է։ Հիմա յուրաքանչյուր մասնակից 1 րոպե հնարավորություն կունենա խոսք ամփոփել, թեման հիշում ենք, սկսենք ձեզնից Տիկին Հայրյան, այսպես կգան, խնդրեմ։ Սիրելի երիտասարդ, ուզում եմ Վարդան Ղուկասյանի կոչը հղել ձեզ։ Հայաստանի երիտասարդը չի ծնվել օտար երկրներում օտարի տնտեսությունը զարգացնելու համար։
Նա ծնվել է հայկական պետություն կառուցելու, հայկական բանակը հզորացնելու, հայկական գիտությունն ու տնտեսությունը վերածնելու համար։ Մեր նպատակը մի Հայաստան կառուցելն է, որտեղ երիտասարդը չի մտածի ինչպես հեռանալ, այլ կմտածի ինչպես հաղթել, ստեղծել եւ առաջնորդել։ Երիտասարդության ժամանակն է։ Օրենքի դիկտատուրայի ուժով Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կառուցելու ենք արևային Հայաստան։ Եվ դուք, սիրելի երիտասարդներ, ունեք ձեր պարտքը, որովհետև մենք ունենք զոհեր եւ եթե դուք չեք ուզում նույնը կրկնվի հիմա, խնդրում եմ, բոլորդ գնացեք ընտրատեղամաս եւ ձեր ձայնը տվեք համար 15-ին։ Շնորհակալ եմ ամփոփման համար։ Հիմա Սիրվարդ Բաղդասարյան, Քոչարի կուսակցության պատգամավոր։ Սա ընտրություն է մեր խոսքս ուղղում եմ երիտասարդներին։ Սա ընտրություն է մեր պետության ապագայի, մեր երեխաների վաղվա օրվա եւ մեր ազգային արժանապատվության միջև։ Մենք ուզում ենք Հայաստան, որտեղ երիտասարդը չի լքում հայրենիքը, ուսուցիչը լինում է գնահատված, ընտանիքը պաշտպանված, իսկ պետությունը ուժեղ։ Մենք հավատում ենք, որ փոփոխությունը սկսվում է պատասխանատվությունից, կրթությունից եւ միասնությունից։ Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոն կուսակցությունը այդ ամենը ձեզ երաշխավորում է։ Ընտրենք ուժեղ պետություն, ազգային արժեքներ եւ ունենանք վստահ ապագա։ Շնորհակալ եմ 20 վայրկյան ունեք, եթե կարող եք եւս մեկ անգամ հիշեցնել ձեր քվեաթերթիկը։ Մոտենում ենք ընտրություններին եւ ընտրում ենք համար 9 Արտակ Սարգսյան։ Շնորհակալություն Սամվել Հակոբյան, Հայաստան Դաշինքի պատգամավոր տեխնացու։ Այո, իհարկե։ Սիրելի երիտասարդ, քեզ խաբում են շատ անգրագետ ու վախկոտ մարդիկ։ Եթե իրանք վերարտադրվեցին, Հայաստան հայկական չի լինելու։ Եթե իրանք վերարտադրվեցին, հայերը Հայաստանում մեծամասնություն եւս չեն լինելու։ Մեզ ասում են, որ եկել է խաղաղություն, բայց մի հատ բացեք, կայքերում կա ադրբեջանական ղեկավարության խոսքերը նայեք, որ ասում են սուտ է, ադրբեջանցիները այստեղ չեն գալու։ Ադրբեջանում արդեն ստեղծվել է Արևմտյան Ադրբեջանի հանձնախումբը, որի պարտականությունն է կազմակերպել աշխատանքներ, ինչպես հետագայում վերաբնակեցնել խաղաղ Ադրբեջանի բնակչությունը իրենց մայրական, հայրական հողերում, ինչը բնականաբար սուտ է։ Մենք արդեն ունեցել ենք հսկայական կորուստներ 3000-ից մինչև 5000, մինչև հիմա այս մարդիկ չեն կողմնորոշվում, բայց կորցրել ենք մեր անկախ Արցախի հանրապետությունը։ Այսօր խոսել Արցախի վերադարձի մասին իրատեսական չէ, բայց վստահաբար եթե սրանք մնան, Հայաստանն է գնալու է Արցախի ճանապարհով։ Դրա համար մենք ձեզ կոչ ենք անում պարտադիր գնացեք մասնակցեք ընտրություններին եւ ամեն ձև մերժեք Նիկոլ Փաշինյանին, ընտրեք ազգային ուժերը, ընտրեք համար 17-ը, որպեսզի ունենաք ուժեղ բանակցող եւ վերադարձնենք եւ վերականգնենք մեր ռազմավարական դաշնակիցները։ Պարոն Հակոբյան, շնորհակալություն։ Նորայր Գազազյան, Շնորհապետական կուսակցության պատգամավոր տեխնացու մեկ Սիրելի հայրենակիցներ, գնալով ընտրատեղամաս ամսի 7-ին ընտրեք համար 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Մենք ձեզ առաջարկում ենք համակարգային փոփոխություններ, մենք չենք խոսում անձերի մասին, մենք չենք խոսում հների ու նորերի մասին, մենք չենք խոսում պարզապես իրար մեղադրելով կամ հայհոյելով, մենք խոսում ենք գործի մասին, մենք խոսում ենք թվերի, խնդիրների եւ դրանց լուծումների մասին։ Ես առաջարկում եմ, որ եթե ցանկանում եք տեսնել նոր պարլամենտ, նոր ուժերով, որը որ պատրաստ կլինի խնդիր լուծել, որը պատրաստ կլինի տիրապետել թե թվերին, թե ձեր խնդիրներին, առաջարկում եմ քվեարկեք համար 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն Գուրգեն Սիմոնյանի նորից եմ կրկնում։ Մենք ցանկանում ենք կայացնել երիտասարդներին 20-21 տարեկանում, դա արդեն երիտասարդներին, որպես մեր նորից նախագծի հիշեցում, ցանկանում ենք բանակը կրճատել մինչև 1 տարի ժամկետի, ցանկանում ենք ունենալ ակտիվ պայաստազոր, որը որ միշտ պատրաստ կլինի ցանկացած գործողության եւ հզոր պատասխան տալու թշնամուն, ձեզ առաջարկում ենք, որ դատեք բոլոր տեխնացուների ասածները այս հարցազրույցի ընթացքում, ով ինչով էր տիրապետում, թե թվերին, թե խնդիրներին, ով ինչպես էր մանիպուլացնում խոսքը, կարճ 5 վայրկյան։ Եվ առաջարկում ենք կրկին անգամ մերժել թե հներին, թե նորերին, թե ներկաներին, ընտրելով նորերին։ Շնորհակալություն։ Մելանիա Հարությունյան, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր տեխնացու։ Շնորհակալություն, սիրելի երիտասարդ, եւս մեկ անգամ լինելով քեզանից մեկը դիմում եմ քեզ։ Այս ընտրությունները խաղաղության, անկախության, ինքնիշխանության եւ քրեա օլիգարխիկ համակարգը մերժելու եւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը մերժելու մասին է։ Չմտածես, որ իրենք մտածում են քո մասին, քո ինքնության մասին, խնդրում եմ չմտածես, որովհետև իրենց ինքնությունը, իրենց
ապօրինի ցակման գույքի մասին բռնագանձման օրենքն է ընդամենը։ Ինչու, որովհետև օրենքի շահարկումը, օրենքի ուժը եւ տեղի ունենա, իրենք այլևս այն ինքնությունը, որի մասին խոսում են, միլիարդավոր դոլարներ չեն ունենալու։ Իրենք քո մոպետության, քո խաղաղության, քո մասին չեն մտածում։ Մենք քեզ առաջարկում ենք կրթություն, մենք քեզ առաջարկում ենք խաղաղություն։ Քո ձայնը այսօր ավելի քան երբևէ լսելի է, քո ձայնը այսօր ավելի քան երբևէ կարևոր է, եւ մենք միասին պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը։ Ես վստահ եմ, որ դու գիտես, որ այդ խաղաղությունը հաստատված է։ Ես վստահ եմ, որ քեզ չեն կարող մանիպուլացնել, որովհետեւ միասին պետք է անցյալի գիրկը թողնենք քրյա օլիգարխիկ համակարգին։ Այնպես որ 2026-ին, հունիսի 7-ին գնա ընտրատեղամաս, վերցրու 16-րդ համարի քվյաթերթիկը, տեր կանգնի խաղաղությանը, որը որ իմ եւ քո ապագայի մասին է, եւ տեր կանգնի Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ում այսօրվա բանավեճին մասնակցում են հետեւյալ կուսակցությունների ներկայացուցիչները եւ Դաշինքի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, Շնորհապետական կուսակցություն, Հայաստան Դաշինք, Քոչարի կուսակցություն, Դոկ կուսակցություն, շնորհակալություն Ֆակտոր TV-ի գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետեւելու համար, հաջողություն։